աշխարհի մեծ, հզոր եւ ուժ տվող։ Այստեղից մենք գնում ենք ուղիղ Գորիս, ընկերներ։ Այսօրվա մեր ճանապարհները երկար են, պետք է գնանք Գորիս, հետո վերադառնանք Երևան եւ ինչն է կարևոր, որ պետք է հասցնենք այս ամենը։ Հասցնելը արդեն մի քիչ մտածելու է, էլի ոնց ենք անելու, որ հասցնենք, բայց վստահ եմ, որ դա մեզ մոտ կստացվի։ Շատ վստահ եմ, ավելին քան վստահ եմ։ Այնպես որ գնացինք առաջ։ Արարատյան աշխարհից գնում ենք Սյունած աշխարհ։ Իհարկե Վայոց Ձորյան աշխարհի միջով անցնելով, էլի։ Մեր աշխարհի միջով անցնենք կգնանք։ Կյանքի գնով խաղաղ կյանքին մեզ պարգևե արկերի պայթյուն նմանը չունեցող Տիգրան ոլորանների ռելիեֆն է, գեղեցիկ ճանապարհներով, դիջեյերը ուներ կանգնած Տիգրան ոլորաններով։ Օգնությամբ բժիշկ մայիսներ Հայրապետյան։ Տեսեք բարեկամներ, ասա այն տեսարանն է, որի համար հազարավոր տուրիստներ կանգնում են ու նկարներ նկարվում։ Ալո, ախպերով բանչերել է կանգնած էիր այնտեղ։ Դե ցուցակավորի բարեկամ, ես էլ բռնած գնում եմ Գորիս գամ։ Բարեկամներ, ես էլ ասացի սահվածիցը տուրիստները կանգնած էին ու նկարվել էին նկարներն են, էլ ուսումնասիրած մասնիկ եշեմ ստեսիր ունեմ այդ տղայի նկարածներից աղջիկը դժգոհ է, աղջիկա նկարածներից տղան գոհ է։ Եվ հիմա աղջիկը ներվերն ուտում էր, ասում է մի հատ էլ նկարի, դες բաներ են խոսում էլի։ Սա պարսիկ բարեկամների աբդոններ, Տիգրան ոլորաններում։ Հրաշք է բարեկամներ, հրաշք, հայոց աշխարհը իր բնապատկերներով հրաշք է։ Մենք այս հրաշքի մեջ ենք, դրա համար ես չեմ օգնում այսքան ավտո քշելուց։ Անդադ նայում ես ու հիանում ու շարունակում ճանապարհը։ Մանավանդ որ ավտոն էլ աշխատում է ջրածինով, ապշե լավ է զգում քեզ։ Ըստ այսօր ջրածինն ինչ արդյունքներ կտա։ Բարեկամներ, ահա մուտք են գործում մեր հարազատ Վայոց Ձորի մարզ, որտեղից էլ մուտք են գործելու մեր ավելի հարազատ Սյունած մարզը։ Սյունած աշխարհ, որը իր գեղեցկությամբ եւ հզորությամբ դարերով մեր ուժի եւ կանգունության խորհրդանիշն է, մեր ողնաշարն է, Զանգեզուրը։ Գնանք բարեկամներ, գնանք հասնենք Գորիս։ Բարեկամներ, ահա մենք հասանք մեր չնաշխարհիկ Վայոց Ձորի Քարիտակ կոչվող հատվածը, Քարիտակ ռեստորանային համալիրով։ Հրաշք մի միջավայր բնապատկեր, աչից էլ Պոպոզ սարն է, Պոպոզ սարը, Վարդան, Պոպոզը հեսա։ Սա չգիտեմ էլի Պոպոզ ես եմ ասում, բայց կարող է ասենք անունը իմանանք, էլի ասենք որ սարն է։ Ու հետո տեսեք էս մի բնապատկերը, Եղեգնաձոր քաղաք չհասած ինչ գեղեցիկ է, հրաշք, հրաշալի, կարմիր սարը, որի վրա տեղ է գտել հեծ ցանցերի կայանը Վայոց Ձորի։ Հրաշք տեղ է սա, ընկերներ։ Հասնում ենք հիմա Գետափի խաչմերուկին, որը մեզ տանում է դեպի Մարտունի, բայց Մարտունի չենք գնում, էլի։ Հիմա Մարտունի ու պահը չի։ Հիմա Սյունած աշխարհի պահն է ու գնում ենք Սյունած աշխարհ, բարեկամներ։ Հրաշք մի աշխարհ, որը մեր հզորության խորհրդանիշն է։ Ահա, Սևսար որն է։ Էսի գնում ենք Մարտուն, այստեղից, իսկ այստեղից գնում ենք Գորիս, Սյունիք։ Մեր Եղեգնաձոր գրվածքը պետք է նկարենք ու գնանք առաջ։ Ու իհարկե մեզ կանգնեցրեց մի հրաշք տեխնիկա, որը օգտակար է լինում մարդկանց բարձրությունների վրա, ով որ ձգտում է բարձրությանը, այս մեքենան նրան պարտադիր է։ Շատ լավ հզոր տեխնիկա, գազաբալոնային համակարգով հագեցած կռունկ է, էլի վերամբարձ կռունկ, որը ձեզ կհասցնի ձեր ուզած բարձրությանը։ Ինչ հեշտ է, ընդամենը մի քիչ վճարում ես ու հանում վերև քեզ, հանի վերև։ Ձախից Old Bridge-ն է, լեգենդար գինիների գործարանը, ընկերներ, իր հյուրասիրության տեղով, ռեստորանով եւ հրաշք մի միջավայրով։ Այս հատվածը շատ հարուստ է Վայոց Ձորի։ Իսկ հիմա Եղեգնաձոր գրվածքն ենք նկարում, Վարդան օգնությամբ բժիշկ մայիսներ Հայրապետյան արկերի պայթյուն լսվեց Գեղատեսիլ Վայոց Ձորյան տեսարաններ Վայքից դեպի Ջերմուկ գնալիս։
Տեսեք ինչ գեղեցիկ են այստեղի լեռներն ու բուսականությունը։ Հրաշք։ Այս հրաշքների միջով ենք անցնում լիսկավորվում դրական էներգիայով եւ որ գնանք հասնենք Գորիս հետո հետ գանք։ Պատկերացնում եք ինչքան ճանապարհ պետք է անցնենք այսօր։ Մինիմում 600 կիլոմետր գնալ գալով անակնկալներ անելով, elə որ գիշերն էլ մատ Երևանից հետ գանք Եղեգնաձոր լրիվ կդզվենք, կդառնանք դզված մենը։ Այո, մենք այդպիսինն ենք։ Մենք սիրում ենք դզվել։ Մեր աշխատասիրության շնորհիվ, մեր տկնելու շնորհիվ։ Տկնեք բարեկամներ, բոլորդ աշխատեք, որ մեր երկիրը շենացնենք, այս սարերը հանկարծ անտել չմնան, այս գեղեցկությունները հանկարծ անգնահատական չմնան։ Այս բնությունը գեղեցիկ է, եթե իր երկրում հայերն են ապրում ու ստեղծագործում։ Եթե հայերը այստեղ չլինեն, սա կլինի հեչ, կլինի զիբիլ։ Բա ջերմուկ գնացող ճանապարհն է բարեկամներ։ Իսկ սա սիրունած աշխարհ տանող ճանապարհն է։ Տեսեք ինչ գեղեցիկ է, նեղլիկ եւ վտանգավոր։ Մի ֆուր հելնի դեմը ժամերով հետևից քշես, հակշես, մինչև ագոն կանես։ Վազանց կատարես։ Վազանցը կատարվում է ձախ թարթիչը միացնելուց հետո եւ պետք է ուշադիր լինես, որ գծերը հոծ չլինեն, այլ լինեն կտրտած։ Կտրտիկ գծեր են մեզ պետք ագոն վազանց կատարելու համար։ Ահա այստեղ տեսեք ինչ հետաքրքիր կտրտված գծեր են եւ իհարկե մոտոցիկլ, որը չգիտեմ ինչ արագությամբ հելավ դեմս թենքյու, ահա դժգոհ էր ջոգի, ասում է դա ինչ արին։ Այ համբալ, եկել ես իմ երկրի մեջ հերիք չի, մատել դժգոհ ես ասնից արա, պետք է գցեի տակս։ Խփենք սրանք գցեինք ձորը, ախպեր, դառնալ հուշախբյուր։ Այո, բարեկամներ, այստեղ ճանապարհի նեղլիկության պատճառով ստիպված ես մի քիչ վտանգի դիմել քո մոտոցիկլիստի կյանքը, մոտոցիկլիստն էլ պետք է դժգոհ լինի, բա ոնց ուզում էր սպանել։ Այս դա է հարցը։ Ոստեսան ոնց նկարիր այդ մահասս, որ դեպքս էսի ամենից ինչ արվում։ Կինոների պես հոլիվուդյան մաֆիոզների ոնց սկզբում կերակը։ Արա էսի քեչ փայ ֆռագա հետևներից։ Ճանապարհի ներլիկությունից չես կարողանում ում մեղադրես։ Ֆուրին չես կարող մեղադրել, մարդը այդքան է կարում է դա։ Իսկ ճանապարհի նեղությունը թույլ չի տալիս մեզ մանևրելու, գնալ ապրոն կատարելու։ Բայց ի վերջո ստացվեց այդ վազանցը եւ հիմա մենք անցանք առաջ բարեկամներ, գնում ենք մեր գեղեցիկ հրեղեն մեքենայով քարտիչը միացրած անջատեցի էլի, բայց հիմա տեսեք ինչ նեղություն է։ Նեղության մեջ ենք ընկերներ։ Նեղության մեջ ենք ընկել այս ճանապարհի ձեռը։ Սա միջպետական ճանապարհ է, սա պետք է լայնացնել։ Դե չէ, ի՞նչ է։ Մեծ ավտո է առնում, մնում ես այս ավտոյի հետևից վարելով։ Այդ ավտոյի հետևի ակիտակից մանր քարերը թրջում են, հարվածում են քո մեքենայի լաքն են փչացնում։ Չի դզում էլի։ Ասենք, ինչի համար մեքենա փչացնես։ Ինչ է որ ճանապարհը նեղ է։ Սա մինիմալ վնասներն են, իսկ մաքսիմալը ուղղակի վազանց կատարելուց հնարավոր է դեմ հանդիման բախման հեղինակ դառնաս եւ Շամշյանը իր ֆոտոլրագրողական անձնակազմով գա եւ ֆիքսի քո ջարդված մեքենան քեզ էլ անվանի հաստագլուխ։ Այո, չի բացառվում, որ կոչ կանի այլևս փորձ չքշել։ Հայրենի հողս տեսնեմ, որ չխենթանամ։ Սառնախտուրի բարեկամներ Վարդան անկել էր պապիկի անունը որոնելով, ում ծննդը որ պետք է գնանք շնորհավորենք եւ այս գեղեցիկ տեսարանը ուզում էր աչքաթող անել, ասեցի Վարդան վերջացրու սիրուն նկարի մատ թողնել բարեկամները տեսնեն ինչ գեղեցիկ է Վայոց Ձորյան բնապատկերն ու համայնապատկերը, տեսեք ուռենիները այստեղ չեն լացում, այստեղ ուռենիները լացացնում են, ունես որ զգուշ կլնեք ստեղի ուռենիներից, տեսեք ինչ տնկված ճյուղեր են, ոչ մի կախված ճյուղ չեք կարող տեսնել, որովհետև սա Վայոց Ձորն է, որ մոտիկ է Սյունիքին, իսկ ինչը մոտիկ է Սյունիքին, արդեն հզոր է եւ վիթխարի, զգուշ եղեք նրա հետ։ Aura Travel։ Եկերներ Aura Travel-ը ձեզ առաջարկում է հրաշք ճանապարհորդություններ հայոց աշխարհի ճանապարհներով, իսկ նրանց համարն է, ես ասեմ համար էլի, մի րոպե ասեմ։ Նրանց երևում է համարը։ 077 ասա 077 55 32 այո բարեկամներ շատ հեշտ է համարը մի գրեք պարզապես հիշեք 077 55 32 այո բարեկամներ հրաշք է ճանապարհին եթե ուշադիր լինես շատ բաներ կտեսնես ինչ
ինչպես մենք տեսանք Աուրան լավ աուրա ունի, դրա համար գովազդեցի։ Սա ուղղակի գովազդ չէր, սա գովանք էր։ Ես գովում եմ, որ մարդիկ օգնում են բոլորին ճանաչել այս աշխարհը։ Գնում ենք նեղլիկ ճանապարհներով, հիմա էլ Աուրան է փակել մեր Աուրան։ Տեսնես ինչ կասի այս մասին Լաուրան։ Ինչ իմանաս մինչև չլսես Լաուրայի խոսքերը։ Լաուրա, ասա, ինչ կասես Աուրայի մասին։ Սյունած աշխարհը սկսում։ Այստեղ վեր գովերն են արոտանում, որ լավ կաթու պանիր տան, իսկ վերևում լեռներն են սյունած։ Տեսեք ու ուրախացեք, քանի որ սա մեր ուրախությունն է եւ ուժը։ Հենց այդպես, հələ նայ այս զորի տեսարանը, հələ տեսի չորանալ են չորացել դաշտերը, շուտով այս դաշտերը բարեկամներ կդառնան կանաչ։ Բան չի մնում, հեսա ձմեռը կանցնի ու կդառնան կանաչ։ Այս էլ մեր շինարարներն են, ճանապարհն են շենացնում, որ հանկարծ վթարներ չլինի։ Բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ ձյուկներն ու նժույգներն են պատել դաշտը, արոտ են անում, կովերի հետ ընկերություն են անում, շատ գեղեցիկ է ամեն ինչ, հիմա Սարալանջ գյուղում ենք մենք եւ այստեղ նույնպես դժվարությամբ կատարեցինք բազանց, քանի որ ճանապարհը նեղլիկ է։ Նեղլիկոր է այսօր ոնց որ հա մեզ համար, պետք է շտապ հասնենք Գորիս, հետո հետ գնանք Երևան, այո, այդքանով նեղ է մեր օրը։ Այստեղ էլ բացվում են նոր լցակայան տարբեր տեսակներ, վարվել են Սյունած աշխարհի դաշտերը եւ էլի գեղեցիկ են, բան չասեցի, բայց վարվել են, հələ տես ինչքան ծառեր են մնձուր են դարձել, բան էլի։ Չգիտեմ մյուս տարի կանաչ կլինեն թե չէ, բայց անպայման մենք կֆիքսենք այս հանգամանքը, որովհետև ինձ շատ հետաքրքիր է կապրի ծառը այս պայմաններում թե չէ, առանցնել 2-3 հատ ծառը բաժարնել սա բանը արը չորացրել է, դուրս չեկավ այդ պահը, դե լավ, համբերություն ընկերներ, հասնում ենք զանգեր։ Բարեկամներ, ահա հասանք մեր զանգերին։ Գերհզոր տարածաշրջան հայոց աշխարհի հրաշք մի տեղ, որտեղ մարդիկ հենց հիմա խնձոր են վաճառում, ինչ վատավոր, խնձոր կա, ամեն ինչ կա, աղբերները գործ են անում։ Ես ջրից պետք է խմես, որ զորանաս, որ սյունիկը քեզ լավ ընդունի, էլի, թե չկասի օտար մարմին է մտել մեր մարզետով է։ Всё, ես դարձա Սյունեցի, Վարդան, դու էլ դարձած խնձոր կեր մի հատ։ Ես որ գյուղի խնձորն է։ Որ գյուղինն է։ Որ գյուղի խնձորն։ Բաղուտի խնձոր։ Զորդցան մեջ լինենք։ Բաղուտի խնձորով, բաղուտցիներ բարև ձեզ, ձեր խնձորն ենք մենք ուտում։ Եթե բաղուտից մեզ նայող անուշ աղբերներ քույրեր ունենք, իմացեք, բաղուտի խնձորն եմ կրծում հիմա։ Որտեն, բանա։ Նատին, երբում Սպանդարյաններ։ Սպանդարյանի ջրամբարն ընկերներ հերբում։ Սպանդարյանի չկնաղ ջրամբարը Սյունած աշխարհում, հենց առաջին ոչունողներից մեկն է։ Բայց այսօր մեզ առաջինը ոչունեցին անուշ աղբերները զանգերի մոտի, Աստծո օրհնությամբ, Աստծո զավակներ եւ խնձորը են ջուրը անում օրացա եւ իհարկե ջուրը Սյունած գնում ենք Մաշո երգրից գաղթեցին եկան մեր պատերը երգերին կարոտ նորից ապրելու հույսը գտան դափարվանի ափերին քարոտ նորից ապրելու հույսը գտան դափարվանի ափերին քարոտ եւ Սպանդարյանի ջրամբարը կլցվի ջրով Արգելի սունեցիներ, եթե կարոտել եք այս ճանապարհը, տեսեք, կարոտները տարեք, մինչև կլայնացնեն, լայնարձակ գեղեցիկ ճանապարհ կունենանք այս հատվածում։ Այստեղ այնպիսի հարմարություններ կան, որ կարող ես շատ արագ վարել մեքենա, եթե ճանապարհը լայն լինի, այսինքն Գորիս հասնելը կդառնա ավելի արագ եւ ավելի անվտանգ։ Անվտանգային հարցեր պետք է լուծվի։ Արենսին է գովքեր երկու
լեռով, սա ավազից լեռ է, որը շատ գեղեցիկ է և կոնանման, որի գլխաբերևում ինչ-որ բան կա սարկացավ արկա, ճիշտ եմ տղում, որտես արկեցրած է, ինչ-որ բան է ուսում ընդես արկի երևում, այստեղից գնում է դեպի կապան ընկերներ, առաջին ճանապարհը սա ունի չէր, Նորաբանի ճանապարհն է սա, իսկ քիչ հեռու արդեն Տաթևի ճանապարհը։ Հրաշք ճանապարհ է։ Եվ այստեղով կարող է սլանալ մի 200, եթե ճանապարհը լայն լինի, լայնարձակ։ Գառնուկներն էին, գեղեցիկ արոտ էին անում, աչից սուներն են, էլեկտրասուներն են, իսկ դիմացից գեղեցիկ հոսանքի կայանը։ Մշուշի մեջ պատված Զանգեզուրի լեռնաշղթան է և գեղեցիկ ճանապարհը, որ մեզ կհասցնի Գորիս քաղաք, իսկ ավելի կոնկրետ յուղը Ակներ յուղ ենք գնում, հարգելի Ակներ յուղի բնակիչներ, մենք գալիս ենք ձեր յուղ գեղեցիկ և սիրառատանակ ընկալ անելու, բայց ոնց որ այստեղ այդքան էլ բազանցի գոտի չէ, այնպես որ համեստորեն գնանք W211-ի ետևից, բայց այստեղ արդեն ունենք բավականաչափ պայմաններ, որ հանգիստ կատարենք մեր բազանց, չէ էլի չունենք, որովհետև հնարավոր է մեքենա լինի, չնկատվի, էլի փոսը առջևում, դրա համար 100%-ով համոզվենք, նոր գնանք, համոզվեցինք, հիմա գնում ենք, գնում ենք բարեկամներ և էլի մեքենա կա, ավվաղ, էլի կա մեքենա, որ մեզ կանգարի բազանց կատարել, այ քեզ բազանցային իրավիճակ, տեսեք բարեկամներ, այս սա է, այս ճանապարհի նեղությունը անընդհատ ես դիպում է գազտորնուզ անել, որը փոքր ինչ նյարդայնացնում է, ահա, մառախլապատ եղանակն է բարեկամներ, ճանապարհը չի էլ երևում նորմալ և կյանքում էլ կան նմանատիպ իրավիճակներ, երբ որ ճանապարհը դառնում է անտեսանելի ու չգիտես կյանքի ճանապարհը քեզ ուր է տանում։ Եվ հենց այսպիսի իրավիճակներում է, որ պետք է հավատքդ փայլի, հավատքդ առ Աստված ու քո ապագայի, քո անձի վրա վստահ լինես Աստծո սիրով ու գնաս առաջ, իմանաս, որ մառախլապատությունը դա մի հիմար բան է, որ քեզ չել կարող խանգարել, ուղղակի ժամանակավոր նա կարող է քո արագությունը սահմանափակել, բայց ընդհանուր առմամբ դա ոչինչ չէ, ոչնչում։ Իսկ դու քո հավատքով փայլիր, բարեկամ, գնում ենք առաջ, ակներ են գնում, հենց ակներն էլ աչքեր, էլի կոչվում, աչքեր, հա, ակներ, աչքեր ու մառախլապատ եղանակ, որը մեզ ուշացնի այսօր մեր պլաններից աչքից։ Տեսնում եք, նման իրավիճակները ստիպում են, որ դու ուշանաս քո մնացած աշխատանքային պայմաններից, բայց պետք է պայքարել, մենք էլ պայքարում ենք։ Ախ դու մառախուղ, լսի, հա նավիգատոր դնես, որ ճիշտ գնանք մառախուղի մեջով, կարող է մեկի ստոպերը չի աշխատում, սենց իր հավեսով է թվում ախպեր, օրինակ իմալ էլի, ես դիմացի մեքենայի դուսարձակները երևաց նշմարվեց, բայց այ դե ինչ կա արջևում, դժվար է ասել, հնարավոր է մի անասուն մտած լինի ճանապարհ իր ընկերների հետ, արոտ անելու, որովհետև մառախուղը չի տենում, որ ասֆալտի վրա խոտ չկա, ամեն դեպքում եկել է արոտ անի ու այդ պայն մենք ենք ասում, պատկերացի, խփելու ենք անասունին, իհարկե խփելու ենք, ուզած չուզած, այս ինչ մառախուղ էր, ախպեր, ուզի ուրախացրեց, այ մարածուղ, սովացուղ տվե, ու մարսանիքնա,
Արսիպարն է, տես ծուխ են տվել, որ բարի։ Տես մառախուղը նստում է դիմապակում։ Հարկավոր է անընդհատ անընդմեջ մաքրել մառախուղի հետքերը։ Այդ ջուրը է, արա, բայց ես իմեմ սես մոտ մառախուղին ձեր տամ։ Ախ դու, օրը թացանում է ձերս, իմ արը։ Մենք այդ թացածն են վերեմ մեր բաժանորդները, մեր բարեկամները թող տեսնեն, թե ինչ ձև է թացածն, նայ։ Տեսար, կարանք հիմա այս ջուրը կարանք հավաքենք խմենք, հա։ Այդ մառախուղ է եսի։ Սա փրկություն է, եթե ծարավ ես, բարեկամներ, պետք է մետ բաժակ ձեզ պայես, որ լեցվի, էլի։ Հիմա օդում գեոմագնիսական դաշտը անկայուն է, այդ իսկ պատճառով մառախուղը ուղղակի ջուր է բերում մեզ։ Որը ինչ լավ ջուր է, աղբեր։ Դուրս եկավ։ Հատուկ ջուր հավաքող բաներ պետք է սարքենք, սես մառախուղի վաղ տանենք ջուր քաշենք, նա ինչ է լավ ապրել, սա ջուր է։ Սա օդի մեջ եղած ջուրն է, բարեկամներ, մենք ամպերի մեջ ենք հիմա։ Ոչ թե սա մառախուղ, այլ ամպեր, ով է փոքր ժամանակ երազել, որ խոսքի ելնի ամպերի վրա քայլի կամ ամպերի մեջով անցնի։ Հիմա մենք ամպերի մեջով անցնում ենք, այնպես որ ուրախացեք, անկաշ չտխրեք այս մառախուղի պատճառով։ Դա շատ սիրուն է։ Ոքի այս սիրունությունը մեզ ուշացնում է։ Ամեն գեղեցիկ բան հնարավոր է քեզ ուշացնի, գործից կտրի, բայց պետք է հիանալ գեղեցկությամբ։ Մենք էլ հիանում ենք։ Որը իթալով ավելի է սրվում ես մառախուղը դեմներս։ Այսքան գովում են, որ մեզ լավ նայես, մետ բասվի։ Ախ դու մառախուղ։ Գեոմագնիսական դաշտի անկայունություն։ Պայքար։ Այ քեզ բան։ Այս ինչ է դա, այա։ Քանի կիլոմետր է մնում Գորիսը։ 15։ 11 կիլոմետր այն կողմ Գորիսն է չքնավ։ Իսկ մենք ոչ մի բան չենք տենում։ Վարտան ինչ ես մառախուղ նկարում, աղբեր, ոչ մի բան չէր եմ։ Ահա, բարեկամներ գնում ենք եւ հիմա շատ վտանգավոր է, որ դիմացիցդ մեքենա լինի ու չտեսնես մեքենան, բարեկամներ։ Երբ որ չես տեսնում, շատ հնարավոր է, որ գնաս ու չտեսած այդ բանի մեջով անցնես, իսկ այս դեպքում չես անցնի, ուղղակի կմնաս նրա ետևում։ Այ քեզ ոչ տեսանելիություն։ Այ ախպեր 40 ենք հետ։ Կարող աղբոն անենք, ինչ հա, ուղիղա չէ ստեղ։ Հնդրեմ, այսպես մնում ենք պատան։ Աշկերս ծավաց իմ աղբերս ինչ հա։ Ծավացել է ծաչկերս, սա։ Ռիսկենք։ Չէ, տեսար ավտոյի կավեցոզ իմը ռիսկել։ Ավտոններ է կան աղբեր։ Հիմա ռիսկենք։ Ռիսկելու հնար չկա։ Ինքիչ շատ պետք է ռիսկենք։ Բանը աղբերը աչը պահե, որ եթակ լավ ռիսկենք։ Ռիսկեցինք ընկերներ, ռիսկեցինք և հայ եթե վթարի պատճառ ենք դառնում, բայց ինձ թողների այն վարորդը ում դեմ եղավ, ուղղակի բանը էլի չիլի, տենց շատ դանդաղ ենք եթում, մենք դեռ պետք է հետ գնանք Երևան հասնենք։ Դու նկարիր, որ ռիսկում եմ։ Կապուտոպել էր։ Կապուտոպելների վարորդներ ներողություն եմ խնդրում, մինչև իմ ներողությունը հասնի իսկական կապուտոպելի վարորդին։ Որը ես ինչ աղբեր։ Резко поворот налево։ Հիմա այս մառախուղը որ չլիներ, բավականաչափ հետաքրքիր իրավիճակ կունենայինք։ Հեսա կորի։ Հա? Հեսա կորի։ Հա? Ինչից գիտես որ հեսա կորի։ Դե ինչ ես գցե բռնե։ Ահբեր ուր ես իջնում, էլի բարձունքի վրա ենք մենք, հա, Գորիսը բարձր է։ Օրդոյիս ինչ մառախլապատ է օրը։ Լավ, Վարդան, ուզում ես անջատիր, այդ վտանգավոր պահեր մեկա չկա, ժեստ չունենք, էլի։ Բարեկամներս, ահա հասանք չքնաղագեղ Գորիս, աչից հիմա դուք կտեսնեք զանգերը կամ չեք տեսնի մառախլապատության պատճառով, բայց այստեղ զանգերն են, Գորիսի զանգերը։ Հիմա տեսեք, նշմարվում է մի քիչ երևի, այնքան գեղեցիկ է, որ նշմարվեց, նման գեղեցկություն 1000-ից մեկ կտեսնեք։
Իշտում ենք Գորիսը Մշուշի մեջ է բարեկամներ։ Սովորաբար հակառակն են Վարդան միշտ Գորիսի մեջ սենց ամպեր առնում ու այս վերևից սիրուն երևում այդ ամպերը։ Այստեղ մեր խաչ կա է, խաչի մոտից որ նայեմ ես սիրուն երևում է։ Իսկ հիմա հակառակն է, մասա Մշուշի մեջ։ Բայց իչը ռոմանտիկ եղանակ է, այստեղ պետք է մեծ Վիվալդի հնչի, ելը որ հնչի, մեր YouTube ալիքը կբլոկեն, դրա համար խաչի կարենցի կտեսեն։ Այրենասիրական դրվագով երկ աղբերս իր, որ տեսեք։ Մարվում ախաչ։ Սիրած խաչն է սիրած։ Մեր հովանավորի սուրջը միշտ ուղեկցում է մեզ ամենտեղ։ Մարախուղ լինի թե արև, ձմեր լինի թե գարուն, մեր հովանավորի սուրջը մեզ զովացնում է և էներգիա հաղորդում։ Լավագույն սուրջը մեր հովանավորինն է։ Ջան խաչի կարենցի, ջան։ Չեքնավ հադրուկներն նացերվում Այդ չէ լավ է, կապերը լավ չէ։ Քանի ջահելներ ընկան կռվում Արաննել նրանց կողքին Զենքը սեղմել էր կրծքին Կյանքը տվեց սուրբ հայրենիքին Արաննել նրանց կողքին Զենքը սեղմել էր կրծքին Արաննել նրանց կողքին Զենքը սեղմել էր կրծքին Կյանքը տվեց սուրբ հայրենիքին Մշեցի հայոթին, պահեցին ավանը, նրան վստահված էր հայոց սահմանը Խաղաղություն էր պետ սահմանի և տանը, կյանքը նվիրեց ազգին Արամ Գալստյանը Մշեցի հայոթին, պահեցին ավանը, նրան վստահված էր հայոց սահմանը Խաղաղություն էր պետ սահմանին և տանը, կյանքը նվիրեց ազգին Արամ Գալստյանը Բարեկամներ, հիմա մենք մտնում ենք մեր շատ սիրելի Գորիս քաղաքը, որը ծաղկում է, հզորանում և ձեզ հրավիրում իր գիրկը։ Եկեք և զգացեք հայոց աշխարհի վեհությունն ու թասիբը, հենց Գորիս քաղաքում։ Ես ուզում եմ այդ Գորիսի ռիլ նկարեմ։ Չեմ, լավ բան եմ, չեմ մտածել։ Դու էլ կարաս ինձ նկարես, որ ես Գորիսի ռիլ եմ նկարում։ Բարեք։ Հա։ Բարեք չէ, Գորիսի ռիլ եմ նկարում, բարեկը նկարեմ, իչամ, բարեկները թող իրենց աշխատանքը կատարեն բարեկամից, մենք մերը։ Բայց ինչի է այսպես վատ եղանակային պայմանները։ Շատ խամրած եմ տեսակ։ Հարգանքներս հարգելի իմ բարեկամներ, ովքեր ապրում են Գորիս քաղաքում, մենք հիմա գտնվում ենք Գորիսում և այստեղ շատ ռոմանտիկ գեղեցիկ եղանակ է։ Տեսեք ինչ մառախլապատ է, բայց մեր հոգիներում արևն է շողում և հենց այդ իսկ պատճառով այդ արևի շողանքով մենք կգնանք ու կշնորհավորենք Սիրված պապիկի ծննդյան օր, բայց Գորիսում չէ, էլի, Գորիսին մոտիկ մի գյուղում ենք մենք լինելու։ Իսկ հիմա վայելեք մեր այս տեսարանները Գորիս քաղաքից, ևս մեկ անգամ ողջույններս և հարգանքներս հարգելի գորիսցիներ։ Բայց Գորիսի կոլորիտը պետք է նկարենք։ Եվ իհարկե Գորիսում գտնվելով չես կարող չնկատել այս հրաշք շինությունները, տները, որը հենց մենակ Գորիսին է բնորոշ։ Հա, տեսեք ինչ սիրուն է, ինչ գեղեցիկ ճարտարապետական լուծումներ են, տները մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսին նման և տարբեր, շատ գեղեցիկ է, շատ հրաշք։ Հետ չեմ ասում Գորիսցու ուժը, թասիբը և հզորությունը։ Ինչքան մարդիկ են այս ճանապարհով անցել ու գնացել Կապան, բայց այսօր այս ճանապարհը էլ չի տանում Կապան, տանում է մի վատ շնանմանների մոտ, որը որ մեզ ընդհանրապես հետաքրքիր չի, որը կգա այս ճանապարհը նորից կտանի մեզ Կապան, այո, ու էլի լավ տեղ։ Իմ ծառը այստեղ նկարը տանի, էլի կուբատու բան տենց։ Ահա բարեկամներ, մենք Գորիսում ունենք մեր սրտի խանութը, որտեղից միշտ
վերցնում ենք մեր սրտի տորթերը ու գնում առաջ, գնում ենք ուրախ գործանելու։ Խաչիկ Արենցու նոր ստեղծագործությունն է մեր եթերում, որը ձեզ հյուրասիրում եմ։ Լսեք, Խաչիկ Արենցու նոր սիրահարական երգն է, սրտաճմրթ երգը։ Հանդիպեցինք մենք պատահական, կարծես երազեր հեքիաթային, գուցե գանձեր չունեի այնքան։ Եվ մենք Խաչիկ Արենցու հետ կարծես երազեր հեքիաթային, գուցե գանձեր չունեի այնքան, որ սիրեի Գորիսի հոթելը, հին ու բարի հոթելը։ Հանդիպեցինք մենք պատահական, կարծես երազեր հեքիաթային, գուցե գանձեր չունեի այնքան, որ սիրեի քեզ հավասարին, առանց քեզ գուցե ապրելը անհնար է, սրտից սերը միայն մեծ համար է, ինձ համար գուցե գիշերը շատ երկար է, մեկ օր քեզ չտեսնելը մեկ դար է, շահեր կյանքիս տարիներ, ախ ինչու եքերանում սիրել է, կիմանա հիմա ինչ եմ մտորում սիրով սրտի պայքարը, անկեղծ է խոստանում, շահեր կյանքիս տարիներ, ախ ինչու եքերանում սիրել է, կիմանա հիմա ինչ եմ մտորում սիրով սրտի պայքարը, անկեղծ է խոստանում Այսօրվա թեմայի մեջ էլ սեր կա, ուղղակի թորնիկների, երեխաների և թորնիկների սերն է պապիկի հանդեպ, որը մենք եկել հասել ենք Գորիս Ակներ գյուղ, որպեսզի հասցնենք տեղ և գեղեցիկ շնորհավորենք։ Սա է մեր ամբողջ նպատակը այսօրվա։ Տեսնենք ինչպես ենք անում, այսպես ենք անում և ուղևորվենք դեպի Ակներ։ Իսկ մինչ այդ Վարդան բարեկամը կտեսնի անունները կճշտի ու կանցնենք առաջ, Վարդան։ Գագիկ պապիկի ծննդյանորն են գնում շնորհավորենք Ակներ գյուղում եւ ասեմ ձեզ, որ Գագիկ պապիկը շատ հզոր հայրիկ է, 5 տղա երեխաների հայր է, 5 տղա ունի եւ այսօր այն օրն է, որ ոնց ենք անում, ախպեր։ Որտե՞ց, ստե նույնն է, չէ։ Մի խոսքով բարեկամներ մեր Գագիկ մեծ աղբերը 5 տղաների, հզոր տղաների հայր է, այսօր նրա 5 տղաները և թորնիկները բոլորը միասին որոշել են պապիկին ուրախացնել, հայրիկին և պապիկին։ Եվ նրա թորնուհիների և թորնիկների անունները ես հենց հիմա պետք է ասեմ։ Արևը, Լուսինեն, Արտուրը, Կարենը, Արտյոմը, Էլինան և Լիլին որոշել են ուրախացնեն իրենց պապիկին։ Իսկ հիմա ես զանգ կանեմ, Վարդան, որ իմանանք տան տեղը կամ խանութի տեղը։ Խանութ ունի մեր մեծ աղբեր Գագիկը, տուն են գնում։ Արա, այնքան շատ են զանգում, բայց խանգարում են, Բարեկամներ, մի խնդրանք, ինձ մի զանգեք համարիս, զանգեք Viber, WhatsApp-ով, որպեսզի ես կարողանամ ձեզ օգնել, թե չէ չեմ պատասխանի զանգերին։ Այս ժամանակ հիմա ես պետք է զանգեմ, չեմ կարող ոնց անեմ։ Զանգենք Կարինե Քույրիկին, զանգենք Կարինե Քույրիկին, թող մեզ օգնի տանտե։ Հիմա Ակներում ենք մենք։ Հələ Գորիսում ենք։ Դեռ Գորիսն է կադրերում։ Ակներն է երևի։ Վերիշենը։ Հա, մեր յուղի նմանակն է, Վերնաշեն, Վերիշեն ու Չէ, մեր յուղս ես բան չունի, մեր յուղին հետ չեր նման չի, ես ինչ փոս էր։ Ջահելտյանքիս տարիներ, ինչու եք հեռանում, սիրող սրտի պայքարը երբեք չի լրանում, բարերը խառնել եմ, խառները բարնել եմ, ես խառնել եմ։ Խաչիկ Արենցուն նոր հրաշք ստեղծագործությունն է, մեր մեքենան էլ փոքր ինչ բառախլիտ է անում ու գազի հոտ ենք առնում, իշտենք տեսնենք որտեղ է անցքը գազաթողության։ Քաշեմ ստե կայնեմ, չէ։ Իշտենք մի հատ ուսումնասիրենք, էլի զուտ ուսումնասիրության համար Վարդան, կարելի է իշտել, նայել, տենալ մեր խնդիրը որտեղ է թաքնված։ Այսինքն վերին շեննա նոր ակները, հոտը գալիս է գազի, բայց որտեղից։ Սրանից էլ կարա գա։
Չէ, հենց չի գալի դες ես իմիջ ձևի։ Հենց հանգես մեր Կարինե քույրիկը։ Կարինե քույրիկ։ Դուք որտեղ եք, բարև ձեզ։ Բարև ձեզ, մենք գյուղում ենք։ Գյուղում եք։ Ակներում, ես էլ վերին շենում եմ, գալիս եմ, բարձրանում եմ մառախլապատ ճանապարհներով։ Ուզում եմ վիդեո միացնեմ, որ տանտեղը ցույց տաք, այս աչը մանուց տես, հա։ Բանը, հեսա ես ստե մի քիչ մեր փողոցը մի քիչ չի շատ վատ վիճակում է։ Հա։ Դուք ինչ ավտոյով եք։ Բանա, բարձր ավտո է, կգանք։ Բարձր, հա։ Հա, բարձր է, բարձր սիրուն ավտո է։ Եկեք։ Հա, դե փողոցը չես որ ասեմ չխնդացես։ Մեր փողոցի անունը չի իմանում։ Դե հա ոչինչ, ես էլ մեր փողոցի անունը չգիտեմ, մենակ գիտեմ 15 փողոցն է, նորմալ է լրիվ։ Ուղղակի պետք է իմանամ ոնց գամ ձեր փողոց։ Հիմա ես վերին շենում եմ։ Գալիս ես ակներ գյուղը գալիս ես։ Հիմա ակներն եմ։ Հա։ Հիմա հենց ակներում եմ արդեն։ Արդեն ակներում ես։ Հա։ Դե արի այս լավ ճամփով ես գալիս։ Հա, ասֆալտով գալիս եմ, հա։ Հենց որ ասֆալտը գալիս ես, բանա, մեծ խանութ հա գյուղապետարան բանա։ Լսի, հիմա գյուղապետարանի մոտ եմ։ Հա, տենց ուղիղ բարձանում ես։ Այդ է ուղիղ բարձանամ։ Հա։ Հա։ Հա, համարյա մտա գրում, այստեղ քանդված ասֆալտ արդեն Պիդոկա կայնած 52 տլ 771։ Այդ փողոցը վեկան մի շիվերջարի։ Գալիս եմ։ Հա, բանա, Էլանդրայան պիտակ Կրասնոդարի նոբերներով հայատում կա։ Դու եկել ես Կրասնոդարից։ Բա ինչ եմ ասում, ես ձեզանից շուտ եմ։ Բարով ես եկե, ամենք էլ ենք շուտ, պրոստը մտել ենք Գորիսն ենք նկարում, ընդից է տորթը վերցե գալիս ենք, էլի։ Լավ է կարելի։ Այդ համել քո էլան տրան կեցա ձեր տուն, մեր ավտոն չի գա, էլի, դες վախենում ես ասում ես ճանապարհը լավը չի։ Դες տաքսում եք։ Բա գալիս ենք, հիմա այս տների արանքով սիրուն Գորիսյան կոլորիտով գալիս ենք։ Ակները նշանակում աչքեր, հա։ Ակները մեր գյուղում գրող կա ինքնատիպ չեմ բանում։ Ձեր գյուղում է գրող, անունն ինչ է գրողի։ Լևոն Սահակյան։ Լևոն Սահակյան։ Ակն հետը կոչվում է ակնախպյուր էլի։ Ակնախպյուր։ Այսինքն աղբյուրների ակունք էլի։ Ակունք ավելի շիտ ակները ակունք է։ Հա։ Ակներ ջուրը հենց ծախում են սուպերմարկետներում։ Օ։ Հենց ձեր գյուղի ջուրը։ Ապրի այդ ամեն ինչը իրագործող։ Հիմա ասել եմ այդ խարաշմերուկի պես տեղը մեծ ձախա գալի, մի հատ վերև է հելնում, ուղիղ հելնեմ։ Ահա, հենա տենում։ Տենում ես, հեսա դալնի տան, որ վապշե երև է։ Ստե կով կա, կովերը։ Այս այդ Հետ իշ սորտի կովեր են։ Այս սիրուն է, լունդե։ Կովիկ։ Կովիկ։ Արա եկել են, սպասում են դուրը բացեն, մտնեն գոմ, հա, ջոգում ես։ Այդտես խելացի կովեր ունենք մենք։ Մեծ աղբեր, ես էլ մենք, եկանք։ Էլանտարայդ հետևն էլ կայնում եմ, ես թազաթիվ էլանտարայս, կշում։ Լավն է, դզեց, է ջերմուկ կա բագաժնիկը։ Հեսա գալիս ենք, լավ։ Ձեր յողի ջուրն ես, գովում մեր մոտի ջուրն ես առե դրը խալա ձելիկը։ Չգիտի չէ, որ գալիս ենք։ Բայց հիմա որ Ռուսաստանից եկել են իր համար անակնկալ է, չգիտեր որ գալու են։ Գիտեր։ Ինչ անեմ արդյոք։ Բարձացեք։ Էսի, դե հելանք մեծ աղբեր Գագիկին շնորհավորում ենք։ Վերել։ Հələ բայց կամ այդ խորովածը նկարենք էլ։ Հա, էլի խորով չեմ նկարենք էլ։ Աղբեր, դու լավ ես շշում։ Լավ ես շշում։ Մնաս սիրով շշի նկարենք էլ այդ շշելու պահը։ Մնաս պատմության գրկում այս sense հա միշտ քո միսը շշի։ Օ, լուրջել խոզի միսա, էս Գորիսի խոզ, հա։ Ես եմ սարքել։ Բայ որդից է։ Կրասնոդարի խոզից բեր է։ Օ, մոլադեց։ Բա տամուժնիմ չասին ես իշ խոզի միս ես տանում։ Դե լավ, խոզա խոզ, առիթն էլ առիթ է, լակ։ Անդե ունես, թե առել ես։ Ինչա։ Անդե խոզում ես, թե առել ես։ Առել եմ, ես չէ, ես դուրս չեմ անում։ Հա։ Գագիկ, հա։
Բարև ձեզ հարգելի հավաքվածներ, ուր է մեր Գագիկ պապիկը, մեր թագավոր այսօրվա, ուր է նա։ Ուր է։ Յա, մեծ աղբեր ծննդը շնորհավոր դու ունես գեղեցիկ անակնկալ։ Հայրս էլ վանքի շեմին կարոտած աղոտ կասում մայրիկ տուն վերադառնամ Բարի ես, բայց ափերն չի չեն տալես բարի պապիկին հավեսով, այս պապիկ, ժայլ տղա ես էլի, հա պապիկ, ծննդը շնորհավոր լինի, բայց ես ես աչոտ կտամ ինչ եմ ասեմ պապիկ, հեսա մի քիչ հետո կասեմ, Դա երազանք պահի, այսօր քո օրն է, քեզ շատ սիրում են բոլորը, մարդ կա որ ուզում է գա գերկի մի հատ, սիրով տենց Գույրիկը, հա, ամենալավ Շատ հաճախ արցունքներ ես տվել ինձ օտարություն Տեսել եմ տարբեր մարդիկ, տեսել եմ մենակություն Հիմա, հա, ինքը կրասնադարից հայք է, չէ? Չես կարող էլ ետ բերել, ասա քեզ Կրասնադարից եկել են, որ ձեզ ուրախացնեն Ու հիմա այն որ ասիմ կասեմ, ինչ համար եմ ասում պապիկ Որովհետև այս սերն ու քաղցրությունը ես բերել եմ Սամարայից Կրասնադարը եկել է, թե էլի ունենք Կրասնադարում Էլի ունենք Կրասնադարից ու Սամարայից, քո թորնիկների կողմից Քո 5 տղաների կողմից, մենք նստեղ, հա? Հա Դե շատ լավ է, դե մի հատ երազանք պահիք չի Թող կատարվեն քո բոլոր երազանքները առողջ լինես ու միշտ սիրված Ընկիտ քնանամ հայրական խր Հսկայական մեծ ժառանգություն ես թողե ամբողջ աշխարհով իրանք քեզ սիրում են Դե ես վերցրու քաղցրությունը Այսպես քաղցր պահեր միշտ ունենաս ու իրանք ամեն ինչ կանեն որ համար քաղցրություն լինի Դե հիմա քանի որ քո մի որդին է այստեղ ես հենց իրանք խնդրեմ ես կոնյակ ես խորհրդանշական կոնյակա որ պահում ես հիշի ես պահում ես ոսկի պահի համար բոլորով հավաքվեն Այդ վաղտ բացեք ու անուշանեք, դե նվիրի մեր պապային գերկի բոլոր իրա քո աղբերների Մեր կարոտած սրտերի ցավը մենք ենք իմացել Ժամն է արդեն որ տուն դառնանք Հայաստանն ես Բա ինչ ունես ասելու, մեր երկու բան ասա, ես գում եմ, դու ուզում ես ինչ-որ բան ասես Ես էլ իրակինն եմ Հա, բա չէ, կայնելը որն է, պաչում է Հա, մետ էլ է հենց Ողել երկիրը, օտարապն ենք ճանաչում Միշտ այդ է սեր տվեք, ձեզ էլ են շատ սիրում Շատ հպարտ են, որ դենց դուք եք ինաց տատիկն ու պապիկը, մայրիկն ու հայրիկը Այդպես փայլում է, Այստեղ Հա, ճիշտ է, էլի նվեր կա Հա, հայտի ասես Ճանապարհ եք կտրել, հասես որպեսզի հարազատներս ուրախացնես իմ հետ միասին Ես սրտած ցանկանում եմ բալիկներիս առողջություն Ցանկանում եմ խաղաղություն հայ ազգին Մեր բալիկները մեղք են Ինչքան վնաս կրել եք տրոնով սահմանափակվի Թող լինի խաղաղություն, թող լինի առողջություն Բոլոր մանուկները մեծերը ինչքան ապրեն ուրախաբար Ջան, այնքան լավ բաներ ասել Այդ հենց այդ ասածներիդ համար է որ Ես քեզ էլի նվեր կտամ Ես էլ վերցրու, ես էլ քո նվերն է Գտած քեզ նվեր կառնես, հետո թողնես որ զանգեն ցույց տաս Հա շամպանսկին ուր է Շամպանսկին հեսա Հեսա շամպանսկին Հələ վերցրեք բաժակները, դուք վերցրեք ես բացեմ Հարսիկ, արի, այսքան տեղ եկել եք, իրար հետ կանգնեք, ես ձեր բաժակները հեսա կլսնեմ ու որ շնորհավոր եք, այսպես միշտ հարգանքով ելնեք Բա աղբերները ինչ են անում, որ չկարողացան գալ Աղբերները լրիվ աշխատանքի են Աշխատանքն է, դու բոլորի ներկայացուցիչն ես, դու դեսպանը եկել է, աղբերների դեսպանն է եկել Հիմա այդ առիթով բարով եք եկել, այսօր լավ կեփ անեք, քանի օրով ես եկել Մի 10 օր էստեղ եմ 10 օր, լավ էլ եկել ես Եսի պայթողներից, հա, խաբարեք Համարը տղաները գալիս են Հա, համարն են գալի Համարը գալիս են, նոր են գնացել Դե բաժակները վերցրեք, ես արդեն պատրաստում եմ պայթեցմանը Դες հոբելարը թող ինձ մեծ աղբեր Գագիկը պահի իր բաժակը, որտեղ ես պայթավ առաջինը քեզ եմ տալու շամպայն Ես պահելու եմ Ռոստը չգիտեմ ինչ բան տանք էլի Չէ լավ, հա, ուզեղա, ծափեք տվող Չէ, դուք մի տվեք, դուք բաժակները բերեք, որ պետք է խմեք հիմա
Ձեզ բարձր տրամադրություն, միշտ սիրված լինեք բոլորդ, առողջ լինեք, այսինքն սերը թող թակավորի ձեր օջախն։ Հերու մոտիկ սերը կա էլի։ Պապուճուրն ուր է։ Կրասնոդարից եկած մեր Արտյոմը, Արտյոմ, չէ՞։ Արտյոմ։ Արտյոմն ուր է։ Հա, փոքր է։ Արտյոմ բաժակ վերց։ Վեկալ ախպեր, եկել ես պապիկին հետ։ Դուխտուր սա թորնիկների ներկայացուցիչներն են։ Գոր, դրուկ մոյ։ Բակելանի, Ալեն ասիր։ Ալեն, հա։ Ալենը։ Մտ թորներով պապին կգրկե կպաչեք, հետո տատին։ Ես նորից եմ ասում, որտեղ դուք երկար ճանապարհ եք տուն, կարող ձեր գործը հենց սա է։ Մեկ շատ եք պետք է ունեցել։ Ճանապարհության շնորհավորներին։ Դու ձեզ ինքան երջանիկ կյանք տա։ Համ Գորիսում, համ Հայաստանում մեկ լրի տեղում եք, տեսալ եք Գորիսը եկալ, տարբեր գյուղեր, քաղաքներ չունում եք։ Դու Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, կենեք բոլորին ուրախացնեք։ Այո։ Շնորհակալ եմ լավ մաղթանքների համար, այսենց այլ մեր մեծերը սենց են, միշտ իրանց առիթին գովաբանում են կողիններին։ Առողջ լինեք, լավ լինեք, ձեզ այնց է կախված մեր լավ լինելը, որ դուք լավ չլինեք, մենք չենք կարող լավ լինենք, լավ գործ անենք։ Գորիս ուրիշ է էլի, ակները վաբշե, ակներից է սկսում էլի, Սյունիքի կյանքը, հա, աստից իջնում է թմա։ Ձեզանից է շատ շնորհակալ եք, Մենք էլ հեսա ուժե բանը ժողովուրդը հավաքվում են։ Ես հիմա ուզած պիտի գնամ։ Գիտես ինչի։ Գնում եմ հասնեմ Երևան էլի։ Էլի գործ։ Առնեմ սարտից, հա, ես էլ այսօր պետք է այսպես չփռամ էլի։ Շնորհակալություն։ Դե չես գիշերով կգայի Գորիսում, Գյորեսում քեֆ կանենք։ Այնա երևում է ուժեղ քեֆեք պատրաստում։ Դե ձեզ լավ որ բարձր լինի ձեր տրամադրությունը, միշտ լավ առիթներով գանք ձեր օջախ։ Հեշտ էլ տեղ էր տուն ախպեր։ Ես մտածի սենց օլոր-մոլոր պետք է տամ, ուղիղ եկանք հասանք տեղ։ Էլը վերև էլի տներ կա։ Մի 4-5 տուն ա վсё։ Այսինքն վերի թաղն է էսի։ Ակների վերի թաղն է։ Ես էլ մեր յուղի վերի թաղից եմ։ Ձեզ լավ որ օջախը շեն, ուժեղ ելնեք, մենք էլ կգանք կգնանք։ Միշտ։ Ահա բարեկամներ, Գորիսի մեր անուշ մեծ աղբերը իր գեղեցիկ ընտանիքով 5 տղա մեծ սերունդ, մեծ գերդաստան եւ այս ամենը սկսել է մեր մեծ աղբեր Գագիկից եւ իր տիկնոջից կեսից իհարկե պետք է անպայման հաշվի առնել որ մարդը շատ լավ ընտիր վիճակ է հիմա մենք հաղթահարում ենք արգելքներ եւ ես ուրախ եմ որ մենք Porsche-ով ենք որովհետեւ Mercedes-ով շատ էին եղում սես տեղեր մտածում էի տակը չխփի կողը չխփի ինչ չլինի բայց սենց լրիվ վստահ ենք որովհետեւ մենք հիմա ամենագնացի մեջ ենք ամենագնացի լավը հենց սա է որ չես վախենում ոչ մի տեղից ուր պետքա գնա բարեկամ գնա ուրախացրու ես ամատ հաջողություն անեմ Կրասնոդարի մեր հյուրերը Գագիկ մեծ աղբեր լավ լնես առողջ լնես այսպես մի ժպիտը դու բարի ես դեմքդ մնա միշտ ապրի գող շնորհակալ եք ճանապարհը բարի դու թակավոր ես հաջողություն մտախի եմ օպա հելանք դե լավ մնացեք ահա ընկերներ ակների կոլորիտն է ակներ դյուղն է կադրերում եւ ակների կովերը երկու կովորիտներն են սրանք մու Գնանք, մի քիչ բան է էլի, մի քիչ չեն լե բասվե այսօր, որտեղ եղանակների ցուրտ է էլի, ափսոսած վախեցել են մտնեն դուշի տակ։ Ահա բարեկամներ, դե մենք շարունակենք մեր ճշմարիտ ուղին, դուրս գանք Գորիսի Մառախլապատ եղանակից, գնանք Երևանի անպամած եղանակ։ Այնուհետև հետ կգանք Եղեգնաձոր ու էլի կգնանք Երևան։ Այսքանի վախտերը մենք միշտ խառնենք Հայաստանի Հանրապետությունով։ Տես տուրիստական ավտոբուս կա անգամ ակներում։ Հյուրատուն է երևի, հա, բարի օր աղբերս, անուշ աղբերը կանգնած մառախուղի մեջ ռոմանտիկ ծուխ էր ընդունում օրգանիզմը, արա շատ սիրուն տաներ են, տաները հետաքրքիր են Գորիսում, ակունք դյուղն է սա, ուղղակի ակներ են ասում, լավ լուսերս վառան, որ մութ է էլի մի տեսակ, տես բաբոլը ծամել են տիպերը կպցրել,
Էլով ասես բաներ արե փոքր վաղ։ Ես հնարավոր է խոսքի եկա պատմությունն են, այլ շատ շուտ բալի, որովհետև հիմա երեխեքը սկի հեռախոսից դուրս են գալի, որ տիպեր կպցնեն դարպասին։ Ինչքան սերունդներ են այստեղ մեծացել այս թաղերում։ Ձեզ քայլել գնացել են դպրոց եկել են, իսկ բագաժնիկում զնգում էին աթոռակը։ Դե լավ, Վարդան, կմիանանք, երբ որ էլի մի հետաքրքիր պահ ստեղծվի, իսկ հիմա վայելենք Խաչիկ Արենցու երգը։ Որ սիրեիր քեզ հավասարի, առանց քեզ գուցե ապրելը անհնար է, սրտից սերը միայն ինձ համար է։ Բարեկամներ, բոլոր գեղեցիկ տեսարանները եւ իմաստալից տեսարանները մենք ֆիքսում ենք ձեր համար դեպի Երևան ճանապարհ գնալուց, սա էլ մեր Վայոց ձորի կիսաաշնանային իրավիճակն է, կանաչի ու դեղինի խառնուրդը, ձախից Սարի լանջին խաղողի դաշտերն են, որոնք լավ բերք են տալիս հայոց գինի ստանալու համար եւ այսպես ճանապարհը շարունակելով մեր առաջ է բարձրանում Լճակի գեղեցիկ ռեստորանը, Լճակը ռեստորանը։ Այստեղ շատ մարդիկ են եկել, բոլորիդ էլ ծանոթ կլինի։ Եթե ծանոթը չլինի, իմացեք Վայոց ձոր գալուց կա Լճակը ռեստորան, տեղը տեղին խամովոտով։ Եվ բնապատկեր, որը միայն այստեղ կարող ես տեսնել։ Առջևում արփիգյուղն է եւ մեր անուշապերները գալիս են տոնական լույսերով գալիս են ու անցնում։ Տոն է այսօր ընկերներ։ Բա մի բաժակ գինի չխմենք, ընկեր ջան գինիլից։ Ընկեր ջան գինիլից, խորոված անուշ, խմողած անուշ, խմողած անուշ։ Խաչիկ բիջի։ Խաչիկ արեցի լավ է, պետք է դա երկը դիր էլի, հələ դիր երկը։ Խաչիկ արեցին, հասարակ երիտասարդ է, եկել է մեքենա նվագալու եկակ բրնեսերի։ Հանդիպեցինք մենք պատահական, կարծես երազել հեքիաթային, գուցե կանձեր չունեի այնքան, որ սիրեիր քեզ հավասարի։ Հանդիպեցինք մենք պատահական, կարծես երազել հեքիաթային, գուցե կանձեր չունեի այնքան, որ սիրեիր քեզ հավասարի։ Գուցե ապրելը անհնար է, սրտից սերը միայն ինձ համար է, ինձ համար գուցե գիշերը շատ երկար է, մեկ օր քեզ չտեսնել Խաչիկ արեցին, անշապ է լավ։ Կանքիս տարիներ, ախ ինչու եք հեռանում, ով սիրել է, կիմանա, հիմա ինչ եմ մտնում այդերը, անկև սեր է խոստանում, Այսօր այս պահին Վայոց ձորյան տեսարան է, Խաչիկ Արենցու գեղեցիկ ստեղծագործության ներքո ֆիքսում ենք մեր հայոց լեռնաշխարհը Վայոց ձորի հատվածը։ Նորավանքի կիրճն է ընկերներ սկսում, համարյա, տեսեք ոնց է մայրամուտը փայլում սարերի արանքից, տեսեք ինչ գեղատեսիլ է, նայեք, սա կտավ է, աստվածային կտավ, զորություն։ Սորթիացիչ Ճավաղ կեցու դուրն է բաց եղբայր համեցիչ Նրա հետ կիսիր եղբայր հալաղու հաց Աղացեցիք ներների վրա խաղողի այգիները ընկերներ Այս սա է մեր Արենի աշխատասեր ժողովրդի արած աշխատանքը հայրենանվեր հայրենիքի սարերը լեռները չեն թողում որ մնան չբեր բերի են սարքում օղերը եւ ցանում են, չէ, տնկում են խաղողի մատեր,
որոնք իրենց հերթին տալիս են խաղող եւ հնամենի Արենիի գինին։ Եվ այս ճանապարհահատվածը հենց այդ գինին վաճառելու ու նվիրելու տեղն է, որովհետև մեր արենցի բարեկամները ոչ միայն վաճառում են, այլ նաև նվեր են տալիս նրանց, ովքեր շատ են ուզում, բայց փող չունեն։ Փողը պրոբլեմա, այդ մարդկանց իրանք տալիս են, ասում են հարբի արենիաց գինիով, հարբի բարեկամ, արենիաց ծիծակով զակուսկի արա։ Այս սա է Արենիի խորհուրդը ձեզ, եթե գաք այստեղով անցնելուց լինեք կանգնեք, տեսեք ինչ գեղեցիկ են դասավորել, ամեն մեկը իր տաղավարը գեղեցիկ զարդարել ու սպասում է մեզ, որ գնանք ու գնահատենք, գնենք ու վայելենք այս գեղեցկությունը։ Ես էլ իմ մոմենտով ասեցի վազանց կատարեմ, այն էլ չեղավ, ես մի գեղեցիկ սրահը ցույց տուր բարեկամ, հրաշք տեղ ենք հիմա, ես էլ մեր անուշ աղբեր Գազաբիկ Մհերն է, ու մենք հիմա սիգնալ կտանք, հետո ինքը մեր վիդեով կտենա էլի, որ մենք իր մոտով անցել ենք։ Հա, ընկերներ, դե, ինչ ասեմ, կապի մեջ տես բոշկաներ նկարի։ Տակառ ընկերներ, հնամենի Արենիի տակառն է կադրերում։ Հանդե բան են պրիցեպ են գցեք հաշում են, հա, դրա համար առաջացել խցանումը։ Տես ինչ գեղեցիկ տեսարան է, որը մի քիչ ուրիշ ձև սարքեց մեր անուշ աղբերը իր վերամբարձ կռունկով, իր մանիպուլացել ես տեսարանը, բայց ոչինչ։ Տեսեք, սա արդեն մյուս հատվածն է, որտեղ էլի մեր արենցի բարեկամները իրենց տաղավարներով առևտուր են անում, գեղեցիկ, հայեցի, հայոց մարդու քրտինքը աշխատասիրությունն են ցույց տալիս եւ ես մաղթում եմ, որ միշտ լինեն այսպիսի տաղավարներ եւ արենցիները հետևում կանգնած իրենց չարչարանքի։ Հրաշք մի վայր, Արենի, մեր շատ սիրուն գյուղ, գնացինք առաջ հիմա, բայց այս մեր ուազը, երազը բարև ձած մի ջղայնացի։ Նա մի քիչ ջղայնացավ, որովհետև ես իրա թաղերն է, եկել ենք բան ենք սարքել։ Ես իմ ինչ ենք սարքել։ Ջղայնությունից նա ուզում էր ասել, հələ մեկ թափով սաղդ գնացեք էի անես, իմ տունն է, իմ թաղն է, թողեք ես ոնց ուզեմ այդպես կքշեմ։ Հա։ Դե ինչ, սպասենք ինչ կհասնենք մկրտչյան փոքր։ Չնաշխարհիկ սարերն են, որոնց ետևում թաքնված է Որս յուղը, Գողտրիկ Որս յուղը։ Բարեկամներ, մեր մարզը իր ձևով շատ է տարբերվում Հայաստանի մնացած բոլոր ռեգիոններից, որովհետև այստեղի սարերի ձևը, բնակլիմայական պայմանները եւ ամեն ինչը մեկը մյուսին լրացնելով տալիս են մեզ դրախտապատկեր, որտեղ մենք ապրում ու ստեղծագործում ենք։ Դրա համար էլ այդպես ուրախ եմ ես, էլի։ Ես գիտեք ի՞նչն է պատճառը։ Իմ վայոց ձորն է պատճառը։ Այստեղ ուղղակի հրաշքները իրական են։ Հրաշքների մեջ մեծացած մարդը չի կարող չար լինել, չի կարող հիմար լինել։ Պետք է ստեղծի արարի բարին ու լավը ու տա բոլորին։ Սա է մեր նպատակը եւ մենք ուզում ենք այս բարությունը, այս բարի ալիքը տարածել ամբողջ հայության մեջ, որ մեր հայերը միայն ու միայն իրար սիրեն ու հարգեն, գերկեն ու պաչեն ասեն դու իմ աղբերն ես, դու իմ քույրն ես։ Այդպես պետք է լինի։ Սերը պետք է թակավորի հայոց հողի վրա։ Այնպես պետք է սիրենք մեկս մյուսին, այնքան հարգենք, որ թշնամին վախենա այդ սիրուց ու հարգանքից։ Եղեք միահամուռ իրար հանդեպ սիրով։ Գիտեմ դժվար է, բայց հնարավոր։ Բարեկամներ, շատ հարուստ տեսարան է, տեսեք, բնությունը իր հերթին, երկինքը իր հերթին, արևը իր հերթին և մայրամուտն էլ իր հերթին։ Լրացնում են այս պատկերը, համայնապատկերը և հարուստ մի միջավայր է ստեղծվում, բայց այս ամենի մեջ եթե չլինի մարդը, չստեղծագործի ու չնվիրվի բնությանը, նրա այդ ներդաշնակության մեջ չմտնի, այս ամեն ինչը կդառնա ոչինչ, ոչ մի արժեք չի ներկայացնի։ Իսկ հիմա մենք մի տեղում ենք, որտեղ իրեն թվարկած հատկանիշները և բնապատկերները բացի, կա նաև մի տաղանդաշատ մարդ գրող մեծանուն հայ Պաուլ Սևակը։ Պաուլ Սևակի գյուղն է սա, ծննդավայրը, որտեղ նա ծնվել ու մեծացել է, սնվել է այս հողից ու մեծ մտքեր է տվել մեզ, որոնք մինչ օրս շրջանառության մեջ են և օգնում են մարդկանց գտնել իրենց այդ գրվածքների մեջ։ Հենց այստեղ է Պաուլ Սևակի տուն-թանգարանը, իր ծննդավայրում, իր հարազատ տան բակում կառուցել են տուն-թանգարան և այն հազարավոր հյուրերի է ընդունում ու ճանապարհում։
Պարուլ Սևակը մեր ամբողջ հայ ազգի պատմության մեջ կմնա իր գրվածքներով, իր բանաստեղծություններով եւ մտքի զարթոնքով։ Նա միշտ կապրի մեզ հետ, հա, տես Պարուլ Սևակի ցուցանակապ։ Տեսեք Պարուլ Սևակը վերևից արդեն էդ էլ ցույց տան, որ իմանաք ով չի եկել անպայման գա, ծանոթանա Պարուլ Սևակին, որովհետեւ մի դար ենք ապրում, որտեղ մեր մեծերին ոնց որ պայտակ մոռացության տան։ Նոր սերունդը շատ ծանոթ չի, տեղյակ չի մենք ինչ մեծ գլուխգործոց գրություններ ունենք ու հեղինակներ ունենք, ովքեր պետք է ապրեն, որովհետև նրանք են ընտրել այդ անմահության ճանապարհը իրենց գրիչով, իրենց մտքով, հա, այս ճանապարհով գնում եք ուղիղ Պարուլ Սևակի տուն-թանգարան, իմացեք այդ մասին։ Դիմացից գեղեցիկ ամպերն են, լեռների ետևում փախկված արևը քիչ-քիչ մտնում է մայր, հուշում մեզ այն մասին, որ մենք էլ արդեն ոնց որ ուշանում ենք, պետք է արագացնենք, որ գնանք հասնենք հարսանիքին։ Դες տրիբոգը, որ մենք բարեկամները իմանան, որ մենք ուշանում ենք եւ տրիբոգային երաժշտություն այստեղ պետք է հնչի, որ մենք ուշանում ենք։ Անգամ կարող է հնդկական տմբլտուշ լինել, որ լրիվ սրի իրավիճակը, որ բաճշախը թռնի ու հարվածի թշնամուն, այդպես մի իրավիճակ։ Տեսեք, քիչ-քիչ մոտեցանք վարորդների աղբյուրին։ Ընկերներ, ճանապարհները Հայաստանում շատ խիտ են եւ ամեն մետրը իր պատմությունն ունի։ Ես կարող եմ ամեն մետրի մասին պատմել, ասել, որ իմանաք, մենք հարուստ պետություն ունենք, չէ, հարուստ երկիր ունենք, հարուստ մարդիկ ունենք այնտեղ ապրող եւ ստեղծագործ մարդիկ։ Իմ համար առաջնային նրանք են նոր մնացած բաները։ Մնացած բաներն էլ տարբեր են ու երբեմն տհաճ, երբեմն զզվելի, բայց եթե զզվելին այդքան հյուրասիրելու բան լիներ, տունդ հյուր գալուց զզվելի բաներ կդներ սեղանին։ Բայց իմ ալիքի հյուրերը միշտ պետք է հյուրասիրվեն գեղեցիկով եւ համեղով եւ նրանք էլ այդպես լինեն։ Դա է կամքը տիրոջ, գնացինք առաջ։ Մասիստն ու սիսը մեծ ու փոքր մասիստները պատվել են ամպերով եւ իլյուզիա է ստեղծվել, թե դիմացներումս մեկ սար է, մեկ հսկա սար, որը վեր է խոյանում եւ ձուլվում երկնքին, հրաշք մի իրավիճակ ընկերներ։ Սա մեկ ուրիշ տեսարան է մեր Սուրբ Լեռան կողմից մեզ նվեր։ Իսկ այս ճանապարհի վերջում ծածանվում է հայոց եռագույնը, դու միշտ փոխի թշնամուդեմ եռագույնը մեր։ Իսկ հիմա հենց հայրենասիրական նոտայի ներքո Խաչիկ Արենցու գեղեցիկ ստեղծագործության ներքո մենք կշարունակենք ճանապարհը։ Հեքիաթային օր այսօր, հրաշք օր։ Այսօր առավոտյան արթնացանք, անձրևոտ էր, մռայլ էր եղանակը։ Իսկ երեկոյան արդեն բաց է եւ սպասում է, որ բոլոր ուրախ լինեն։ Կյանքն էլ այդպես, մի պահ անպամած է, մի պահ արևոտ, մի պահ քամի, մի պահ ձյուն։ Կարևորն այն է, որ մնաս այդ ամենի մեջ եւ գտնես ամեն մեկի գեղեցկությունը ու գնահատես։ Արաններն նրանց կողքին, զենքը սեղմել էր կրծքին, կյանքը տվեց սուրբ հայրենիքին։ Լույս չես միացնում, հա, լույս խանգարի։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Երևանում, երրորդ մասում, մի շատ հզոր անձնավորության տամ դիմաց, ով ցավոք կյանքը զոհեց հանուն հայրենիքի, հանուն մեր լավ օրվա, հանուն մեր ճիշտ ապրելու։ Մենք հիմա Դմիտրի Սերգեյի Սպիրյանի տան առաջ կանգնած ենք։ Այսօր նրա հայրիկի ծննդյան օրն է։ Դմիտրի Սերգեյի Սպիրյան, կապիտան, հետախույզ։ Ծնվել է 1987 թվականին մայրաքաղաք Երևանում, ունի 2 որդի։ Օրինակելի ծառայությամբ կարճ ժամանակում համալրել է հայոց բանակի սպայական կազմը, արժանացել մեդալների։ Միացել է հայրենիքի պաշտպանությանը եւ զոհվել սեպտեմբերի 28-ին Խարվաճարում։ Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։ Բարեկամներ, 5-ը ծանր ու դժվար տարիները ոչինչ են իրականում, որ մեր հերոսների արածը սարքեն, փոշիացնեն կամ
սարքեն ոչինչ։ Մեր հերոսները մեր համար իրենց կյանքը տվեցին, որ մենք ուժեղ լինենք, շարունակենք ապրել, որ բալիկներ այսպես խաղան, ուրախ լինեն, իսկ մենք շարունակենք ստեղծագործել եւ ապրել այնպես, որ նրանց զոհությունը հանկարծ ապարդյուն չլինի։ Այսօր մենք եկել ենք մեր Դմիտրի Սպիրյանի հայրիկի մեծ աղբեր Սերգեյի ծննդյան օրը շնորհավորենք, անակնկալը կազմակերպել է կինը, շատ է սիրում ամուսնուն եւ փորձում է այս ձևով ուրախացնել նրան, ցույց տալ իր սերը ու հարգանքը։ Մեր տիկին Գոհարը հերոսի մայրը, Դմիտրիի մայրը։ Մենք հիմա նրան մեր կողմից ծաղիկներ կնվիրենք Մարգարյան Ստեփանի բարեկամների կողմից, մեր էջի կողմից անպայման ծաղիկներ կնվիրենք, շնորհակալություն կհայտնենք եւ այսօր մեր մեծ աղբեր Սերգեն ունի լիքը նվերներ։ Մենք տանում ենք տորտ, իսկ մնացած նվերները խնամքով նրա ընտանիքը, հարսները, թորները պատրաստել են իր համար։ Հետաքրքիր անակնկալ է, գիտես, չէ՞, մոտավորապես մի 10 հատ կոնյակով անակնկալ է։ Ու ամեն կոնյակի վրա նկար, գրություններ, հետաքրքիր, ուժեղ իրավիճակ։ Երեխաները խաղում են անհոգ։ Գնդակը ինչ արիք, ծակիկ գնդակը։ Գնդակը ծակել եք։ Ուր է գնդակը։ Տակը ընկա, որը խորն անգ է։ Հələ տենանք ուրա, Վարդան արի տենանք։ Հələ Վարդան արի գտնենք գնդակը։ Գտել ենք, այս աղբերս կհանի շուստերի է, նայի հանում է։ Որ այդ այդքան բարձր է այս ավտոն, ահա։ Աղբեր, լսի, կարատե, որտա կարատե էթում։ Ոչ մեկդ կարատե չի գնում։ Ուրա, Նարեկն ուրա, ով է։ Նարեկ մտ կարատե արա։ Հիմա նայում ենք Նարեկի Յակիցուկին։ Կարատե արա, աղբեր, կարատե, ոտդ ավելի երկար է, քան ձեռը։ Աղբեր, այսպես նայ, այսպես։ Բարեկամներ, գնդակի որոնումների հետքով հայտնվել ենք Էլանտռայի տակ եւ կարատիստները եւ բոլոր, ահա, տես կարատիստ չի, բայց ինքը կարա հանի։ Ապրես, ծափերը։ Որա, աղջիկները ավելի են շուստրիացել, քան տղաները։ Պոլիփետ ես բերե։ Տղայի ուղեղն է աշխատում լավ, աղջիկները կարողանում են առանց ինչ-որ կողմնակի պոլիփետերի այդ հարցը լուծել աղբեր։ Տեսար, դե գնաս ապրես։ Շնորհակալություն։ Բա եկել են մեր հյուրերը, թե հələ չեն եկել, գիտեք, տեղյակ եք, Վարդան տորթը պատրաստ, հա։ Ուրեմն, ես դες ծաղիկներ եմ տալու, բայց այդ ծաղիկները կտակ ինձ, որ ես տամ ու որ պետք է ինքը նվիր։ Ես իրա երկու թորները ես ու Նարեկն ենք։ Հա, Նարեկն ուրա, Նարեկը։ Դավիթը, այն սերի կարատեսն է, որ։ Հա, էս հա, մեր պոլիփետ բերող, հա, աղբերը։ Այդ դուք կտակ, ես կասեմ, էլի ում կտակ, որ փոխանցի ծաղիկները։ Մեկը տալու ենք պապիկը տա տատիկին։ Հա։ Մեկը տալու ենք պապան տա մամային։ Բայց մեկը կարա երկու ծաղիկ տամ, դե չէ։ Չէ, աղբեր, մի հատ, ամեն մեկդ մի հատ։ Հետո այդ ծաղիկները սիրուն բռնելու եք կանեք, էլի, բան չեք անում, շարժ չեք անում, դիվիժն չեք անում։ Հետո աղբերս արդեն մաղթանքները ես կասեմ։ Ուզում ես ասես դու։ Կարաս հիմա ասես խոսքի։ Հետո պապին կտնեք ուրախանա, ասել եմ երկու մաղթանք ասա։ Ծննդդ շնորհավոր քեզ ամենալավ բաները։ Միշտ առողջ լինես, կանոց ճանապարհը անցնես։ Ջան, դե ասա քո սիրելի թորնիկ։ Քո սիրելի թորնիկ Նարեկ։ Լայք։ Այդ դու չէիր բաժանորդագրվել, ես եւս մեկ երիտասարդ եմ գտել, ով նայում է իմ տեսանյութերը եւ չի բաժանորդագրվել։ Բայց մեկ-մեկը որ նայում ես գոնե մեկ-մեկ բաժանորդագրվել ես, թե չէ։ Երկու մեղավոր եմ գտել, ովքեր նայում են մեր տեսան։ Հա, բաժանորդագրվելու եք, չէ։ Ինչ հեռախոս տենակ վերցում եք, բաժանորդագրվում եք YouTube-ին, TikTok-ին։ Բայց եթե մերը չի, ինչ անենք։ Դե ոչինչ, աղբեր, կապ չունի։ Այդ գործերը լավ արեք, աղբեր, ես կզանգեք ինձ, ես լավ կնայեմ ձեզ, հա։ Всё։ Պայմանավորվանք, տղերքը որ բան են պայմանավորում, պետք է խոսքները տերել են։ Ում հեռասը տենում եք, վերցում եք ջոգի։ Անազգանուս հիշում ես։ Հիշի, ուրեմն։ Մարգարյան Ստեփան։ Բայց համարը ո՞նց է։ Այդ համարը էջում կա, էլի կնայեք կտենակ, աղբեր։ Կտենակ։ Մարգարյան Ստեփան, հա։ Կարակ։ Հա։ Իսպիրյան, դու իշյան ես։ Կիրակոսյան, իմ Կիրակոսյան բարեկամ։ Հա, մենք հիմա սպասում ենք մեր հերոսի ընտանիքին, այրին եւ նրա երկու որդիներին։ Բա աների։ Ես ամենաշատը հավանել եմ 07-ի վիդեոն։ 07-ն է դզե։ Դու էլ ես ուզում որ քեզ 07 տան։ Չէ։ Բա դու ինչ ես սիրում, Էլանտռա։ Չէ։ Բա։
Porsche։ Էսա Porsche ախպեր։ Ու մեկ է BMW։ Հա, մեկ է BMW չկա, չէ՞ էստե։ Ախպերս որտե Porsche-ն, անդե BMW չի լինում։ Արա հեն է ախպեր է։ Չէ, լավ։ Չկարացի սուտս միջև վերջ տանեմ, լավ։ Էսի Իսպիրյանին է։ Էսի ում եմ տալու։ Էդի կտաս ինձ, բոլորը կտաս ինձ, ես կփոխանցեմ։ Էսի մեր Կիրակոսյանին է։ Չի։ Չէ, հա ախպեր իշ ծանր, լրիվ չոտկե է։ Բարեկամներ, մեր փոքրիկ օգնականների հետ Կիրակոսյանի եւ Իսպիրյանի հետ գնում ենք, բայց հələ զատնի դիր, հələ կայնի, ես եմ առաջից հետում նոր դու։ Հա։ Օրը ինչքան շատ աչում են, թե ձախում են, որտեղ էստեղ, հա։ Դե այդ ի՞նչ է։ Էսի հերթու պիտի ներկայացնես։ Այդ ի՞նչ է։ Էսի վերջում 60 մեդալն է, որ այսինքն 60 մեդալ։ Այդ ինչքան շատ եք սիրում, սերը շատ է, հա։ 60-ը, էսի դիպլոմը մաղթանքը պետք է կարդալ, կոնյակ ետերն է մաղթանքը։ Օ, բա, այդ աղին կարդալու բաներ ունենք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Փայլում են ձեր աչքերը։ Ձեր հարևանի ծնունդն է, թե բարեկամ։ Հորեղբոր, ձեր աղբոր ծնունդն է, էլի։ Բա, ուժեղ է։ Բարև ձեզ, իհարկե բարև ձեզ։ Այստեղ գալիս ենք մի անգամից մտնենք, հա։ Ես ճիշտ է, մի քիչ խառնեմ, բայց հեսա սաղ կազմակերպենք, ոնց պետք է։ Բարև ձեզ, հարգելի հավաքված հյուրեր, ծափեր ենք ուզում լսենք, զարմացած աչքեր եմ տեսնում, Հոբելյարը։ Ճիշտ ասում, չէ՞ անունը։ Սերգեյ, հա, Սերգեյ։ Մեծ աղբեր։ Ինչ ես անեց զարմացել, ծափեր տվեք, թող մտ ուրախանա եկել ենք, որ ծնունդը շնորհավորենք, բայց ոնց որ արգելքները շատ է, չեմ կարում հասնեմ քեզ։ Հա, աղբերս դու կերած խմած անուշ աղբեր, նեղություն տվին, բայց ոչինչ։ Շնորհավորում եմ ծննդյան տորը, հերոսի պապա։ Դու ունես անակնկալ, սերը շատ, հարգանքը շատ անակնկալ, բայց էլ չեմ ասում ում կողմից։ Բայց դու զարմացի, լավ ես զարմանում, ինձ դուր եկավ քո զարմանալու ձևը։ Մի հատ ծափերը տոնական տրամադրություն ենք հələ հաղորդում։ Այսօր հզոր մարդու ծննդյան օրը նախ շնորհակալ ենք մեր հերոսին մեզ տալու համար, հպարտենք, միշտ պատրաստ ինչով կարանք օգտակար լինենք։ Այս պահին պետքա դու ուրախանաս, հպարտանաս ու մեր այցի նպատակը հետ է։ Առողջ լինես, որովհետև դու ունես Գերբրաստան, որ քեզ շատ են սիրում ու հեսա գրկելու են սա հերթով։ Դե երազանք պայփ չի, իմացի որ կատարվելու է։ Ուր են ծափերը, մենք անում ենք վիդեո, վիդեոն գնում է հիմա։ Այս քաղցրությունը քեզ տալիս եմ ու այս քաղցրության հետ մտել հարց եմ տալի։ Ում կողմից կլինի անակնկալը։ Տեքնոջ ես կողմից է։ Քո միակի, քո սիրու, քո կեսի կողմից է, քեզ շատ սիրում է մեր տիկին Գոհարը։ Եվ այդ առիթով ես կուզենայի, որ դու իրան ծաղիկ նվիրես։ Մենք հատուկ իմանալով ուր ենք գալիս, բերել ենք ծաղիկ մեր հերոսի մայրիկին, որ հայրիկը իր ձեռքերով նվիրի։ Բայց այդ միացումը պետք է իրար հետ ծափերով կազմակերպենք, որ սիրուն լինի, էլի։ Հզոր մարդիկ, հզոր ծնողներ, մենք շնորհակալ ենք ձեզ։ Մի հատ է պաշիկ էլի բայց, հա? Այս հավեսով էլ ջիջաշում Հայրս էլ վանքի շեմին կարոտած աղոտ կասում Թե մայրս ամբողջ գիշեր որդու կարոտն է քաշում Հայրս էլ վանքի շեմին կարոտած աղոտ կասում Մայրիկ պայթուններ եղավ Հիմա հերթով, կարգով, շարքով փակել ես մեր Հոբելյարին Դու էլի նվեր ունես Շատ լավ նվեր, կարևոր նվեր, էլի սրտանց Այդ մի նվերը ում կողմից է լինում Արտուրի ընտանիքից Արտուրի ընտանիքից, քո որդու ընտանիքից Ուր է Արտուրը? Արտուր բարեկամս, հարգանքներս Ուրեմ, հա, այդ բերեք Հեսա ուշադիր դու շատ ես հուզվելու Այսօր քո օրը սարքում են տոն Քո հարազատները, ես ինչ է, եսի գլխավոր նվերն է, հա Արիստե, այս նվերը բացելու տեղ ունենք, արի մոտեցի, ընդե նեղա, էլի տեղը Իսկ ստե լրիվ հարմարությունները կա Հա, բա, դանակով Էտ անենց են կապե Բոլորը շնորհակալ են Քեզ քո տեսակի համար դու լավ ամուսին ես, լավ հայր, լավ պապիկ Հա, ճիշտ եմ ասում Թորնիկներ
Տնենց են կապ է։ Հլկան օգնեմ ես, հա։ Ստասվում է ոնց որ։ Շատ խոր իմաստ նվեր է, այս նվերը։ Ու արվածա սիրով։ Չէ, խնամքով է բացում էլի, խնամքով։ Տեսա, եղիշեի դեմքն է այդը։ Էսի, բայց ճիշտ է ասում, ինքը գիտեր ոնց են էսի փաթաթը։ Գիտեր ինչ են արել, որ ասի ճաղի։ Հարգանքներս բոլորիդ մատ տղեկ հետ բարև եմ էլի ձեռով այսենց հարգանքներս բոլորիդ բարով եք հավաքվել նորից Երեշե Չարենցը շատ իմաստուն գրող է եղել եւ իր գրածների համար պատասխան է տվել Ես ով ես լավ կապ է ձեր տիկինն է խնամքով կապել է ձեր նվերը հա այսի քաշում եք այսենց Քնանամ հայրական խրատներին կարոչեմ Չարենցն ու վրան տողեր որը առավել հարբեցնող է մարդուն քան հենց կոնյակ է ինքը հենց կոմիսնայի հետ հատուկ քո մասին գերություններ կա այստեղ Այդ իրիկունը կկարդա Սերոջ ջան հիմա բախ Ով կարա վարժ ու արագ կարդա Ակնոցները տվեք Սա սրտի խոսքեր են որ պետք է ասվի Ես շիշը հանեմ մեջից Շիշը չի դուրս գալիս Ո՞նց դուրս չի գալիս դրա քաշը ինչա դուրս չգա Հա պահում է բայց դրա համար այսպես են անում էլի հա Հիմա ես տալիս եմ հա Սիրելի Սերգեյ այսօր դարձար 60 տարեկան 60 տարի առաջ այսօր լույս աշխարհ գալով ծնողների պատկերեցիր սեր եւ ուրախություն Անունը տունը լցրեցիր իր քո մանկական ճիչով քո կյանքի 60 տարիների ընթացքում եղել ես հարգված եւ սիրված բոլորի կողմից ապրած 60 տարիները ցույց է տալիս որ եղել ես ընտանիքի համար լավ ամուսին հայր եւ պապիկ ծնունդդ շնորհավոր լինի ընտանիքի կողմից շատ հարգված ու սիրված հոբելյար ապրես առողջ երջանիկ ընտանիքիդ հետ միասին թող քո սրտում միշտ ամեն օրը տոն լինի 60 տարի Կոմեն որ բոլորն էլ համաձայն են, բայց այսքանը ասելուց հետո մի հատ պաչիկ որ չլնի, այդ հեչ է, հա։ Ապրել ենք քո տարափերում, սակայն հայ ենք մնացել, մեր կարոտած Միշտ սերը շատ լինի, իսկ հիմա ես ուզում եմ, որ մեր հերոսի կնոջը տաթև կուրի, ուրա։ Հերոսի չէ, կինը չէ, Արտուրինն է, Արտուրինն է։ Հա, Արտուրի կնոջն է։ Արտուրի օգնությամբ իհարկե, Արտուր։ Բարեկամ, սերը ցույց տու, տես պապան մաման լրիվ ցույց տվեցին, ոնց պետք է լինեն իրար սիրող զույգերը, որ ամուր լինի ընտանիքը։ Մենք ճանաչում, մայրիկ տուն վերադառնամ, փարվեն ծնկիդ քնանամ, հայրական։ Ուրա թաթևը։ Դե հա, ամեն դեպքում հենց հերոսի կողմից է, բայց հերոսի ընտանիքի, մամայի, պապայի, աղբոր, բոլորի կողմից շնորհակալ ենք քեզ, լավ հարսիկ, լավ կին, լավ մայրիկ։ Մեր Դմիտրին միշտ ապրելու է ու հենց այս ձևով նման մեր հարգալից վերաբերմունքով մեր բոլոր տղերքն էլ ապրելու են։ Եթե մենք ճիշտ ապրենք, իրանք ապրեն, եթե սխալ ոչ մեկը չի ապրելու։ Նես որ էդ է ձևը ու տարբերակը։ Իսկ հիմա հաջորդ նվերը չվախենաս, ասի մեծ է։ Մեծ չի ծանր է։ Էսի մեծ ու ծանր է։ Ուրեմն, ստեղ էսի հատուկ դասավորված է։ Հա, հիմա այս նվերը, այս նվեր շատ քիչ մարդիկ են ստանում։ Ուղղակի ես մտածում եմ ոնց եք այս խմելու են հետ։ Հա, էլի կտրում ենք, նույնն է, բայց էսի ավելի հեշտ պիտի որ լինի։ Հերթականություն չկա, չէ, համարակալված։ Այսօրվա ամբողջ ուշադրությունը մեր մեծ աղբեր Սերգեյի վրա է։ Ու ինքը այս մի նվերով, այս ամբողջ կյանքը կվերհիշի։ Հենց միտքն ու նպատակը դա է եղել։
1-ից մինչև 10 քանի սա։ 1-ից մինչև 10 քանի։ Առաջինը մի րոպե, առաջին համարական։ Կներեք ես անցնեմ, հələ մի րոպե տան։ Արդեն, այս։ Երկուսն այսի, էսի երկուսն։ Ձյունը համ հերթով շարի, հերթականցան է բաղի։ Մեյկապ։ Երկուսը սրա։ Ազել է հավաքի արսիկը։ Փազլ ես հավաքել լրիվ։ Բոլորը քոնն աստե ինչը լինի ակոնը։ Ու այս ամենը պետք է շեշտել, որ ձեզ շատ սիրելի տիկինը հարսների եւ տղաների օգնությամբ, թորների օգնությամբ ստեղծել են ձեր համար, որ այս պահը շատ գեղեցիկ լինի։ Էսի առաջինն էր։ Ցույց տուր, համ շարացի համար հետաքրքիր բան է, էլի։ Դուք բարեկամներ ընկել եք թակարդը, այսքանը պետք է խմեք, գիտեք։ Всё, դե պետք է խմեք։ Դուք համ կարակ սեղանից օգտվեք, համ էլ նայեք, այս բանը այնքան շատ են սիրում, սերը շատ է, պես փորձել են ամենամանրակրկիտ ձևով ուրախացնել։ Պես երևի ամենաշատ նվեր բացելու արարողությունն է, չէ՞։ Մեր մեծ աղբոր կյանքում ամենաշատ, այսքան նվեր ունեցել ես հեչ։ Դաժե նոր տարում զմեր պապին բերած չի լինի։ Բայց ես գում եք, որ նվերների կեսը ձերն է։ Վարդան էսի նկարի էլի։ Հիշում ես։ Առաջին դասանի նկարն է։ Անմեղ աշկեր, կյանքին անծանոթ աշկեր։ Որ ասեմ ինքը հավատաս։ Աբուան ասի։ Ալա քերը զույգ չորու Սերգեյ դու ես, թե աղբերը Սերգեյ, սկյուրոս կոմոց ամուշ աղբերը Կոլխոզի նախագայ Իմ տղեն կոլխոզի նախագայ Կոնը պտի դնեն պապի Այնքան նման ես Օ, ես ինչ է, զինվորական տարիները Ես դու պատկերացնում ես, իշքան են սիրում, որ այսպես ամեն ինչը հակատ մտածել են, որ անենք համար Լեցուցից կամերան ես Հզոր ճանապար ես անցել, ելը գենա առաջ, հիմա Նա ինչ եմ ասում, հարի Սրանից պայթի սրել ես Հենց որ վերջինը բացին ով Հեսա բոլորը, հա, բայց հետի ես սաղըտ պտի հավաքից պապի կողել Օ, այդ գնաց բանակ եկավ ամուսնացավ Ես կոնյակի վրա արդեն սերը շատ է Ես է ունգերուից եք Հա, ունգերուի Սերա է լրի Բանգերուինը չի կայնում, գնացեք կանգնեք ձեր ամուսնու կողքին Ենքան սիրունը կարող է գան, լուսամտից մեկը մտնի պաղցնի Ասի մեջ կան շկան Եկեք կանգնեք իրար կողքին Եսի մեր Դմիտրին, նա Սիրուց հետո Ծնված ձեր առաջնիկը, մեր Դմիտրին Ես արդեն ենթադրում եմ հաջորդ հովա լինելու Սիրուն սիմպատիշնի տղան ալելու Մեր Արտուրը Շատ սիրուն եք մտածել, այսքանը ոնց եք խմելու Արտուրը Էսի պետք է առաջի թորնիկի հարսանիքին սա խմեք Կարակ Հա Այս
Իրականում այս ժամանակի հետաձգումը, նայեք, այս որ բացում է, չէ, թողնվելները, ամեն ինչը էտապ կյանքում ինքը ինչքան դժվարությունների մեջով անցել, չէ, որ ունենա։ Այդ ինչ էր այդ մեկը, այդ մեզ ցույց տու նոր մնացել։ Այդ է արդեն Զիման ամուսնացավ։ Հասկանում, բայց իրը երկու աղբերին են, հլա ամուսնացած չէ։ Արթուրը։ Այսինքն արդեն մեծացան։ Մեծացան։ Այդ է խորհուրդը, նրանք մեծացան։ Եվ հասկացան, որ պետք է ամուսնանան։ Հիմա հաջորդը սկսում են ամուսնանալ։ Առաջի ամուսնական զույգը։ Հիշեք ինչ լավ օրեր եք ապրել, ինչ պահեր։ Ես մեր Դմիտրի ամուսնությունն է հիմա, Տաթևն ու Դմիտրին, հենա, Տաթևը, սերը ու ուրախությունը հիշեք։ Էդ հələ դուք չկայք էդ վաղտ, հետո սկսում եք արդեն ծնվել, էլի առաջին դու ես երնում, հետո աղբերին տա։ Դե հա, հետի մենք որ պատկերացնում ենք ամուսնացել են, էլի, էդ վաղտ ոնց կային։ Ջան արի մի քիչ թևերը տրորեն գնա նորից բացի։ Արտուրը։ Այս կոմպայ, Սերգեյ, մի հատ ստեպ այ հետո հետո։ Հələ Սերգեյ հələ պայ։ Յոգեն քեզ առաջի կնիկներ։ Բանա, առաջի կնիկն է, երկրորդի նկարն չկա որ տենակ։ Երրորդին էլ էդ է։ Գոհարիկը։ Ուրա։ Այս է գոհարիկը։ Էդ դու ես խմելու, ասեմ մանաս, ում նկար որ կոնյակի վրա ինքը պետք է խմի։ Շատ հետաքրքիր եք մտածել, բոլորդ իրար հետ հավաքվել եք։ Ոչ մեկ չգիտեն, ես եմ արես ամենը, բոլորից կողմից։ Հպարտանալու պահ։ Սերգեյ, այդ դու ես։ Սերգեյ, ես էլ դու պետք է խմես։ Խփել եմ դեպի չէ։ Այդ վերջինն է հիմա բացում արդեն։ Նախավերջինը։ Տուր թո բացի, տուր դու մի բաց։ Սերգեյ։ Դուք եք բացում արդեն։ Դուք բացում եք տալիս եք, էլի։ Արիեսյան, արի մոտես դու։ Նարեկ դու ես։ Իսպիրյաններից է։ Նարեկն է մեր։ Էդ է դու ես խմելու աղբերս։ Վերս տար խմից։ Եվ ես վերջինն է ամենակարևորը, ես խնդրում եմ կանգնեք ձեր ամուսնու կողքին, ես վերջինը, ես վստահ եմ, որ շատ խորիմաց տալնելու։ Հիմա այսը դպստում է, հեսականի հա։ Օրեսիշ լուրջ դեմքով տաղայա, Դավիթ։ Հենա Դավիթ է։ Դե հիմա ես մետ առաջարկ եմ անում շատ կարևոր, թորներով գնացեք տատիկ պապիկին մետ գերկեք, հավակվեք իրանց կողքը, էլ գնացեք սենց հավակվեք, գնացեք գերկեք, իրանք ձեզ շատ են սիրում։ Ուրա! Ձեզ թվում էր, թե անակնկարները պրծավ, չէ? Վերջացավ, սա վերջն է, բայց էլի ապայթ ուներն են։ Էլիկա, Էլի արնելու, դուշ կնվեր։ Էլիկա։ Ինչ է պայթ հասնես, ապեն։ Կնկարում ենք, բա ոնց։ Էսա։ Չէ, Բա որն է։ Այդի վերջում է։ Թվում էր, թե անակնկալները վերջացար, բայց անակնկալ էլի ունենք։ Հեսա որ բերենք կպայթասնենք։ Էդ ինչ է։ Թորնիկների կողմից։ Անակնկալ կա։ Ուր եք թորնիկներ, հələ բերեք ձեր անակնկալը։
Մենակ գրկելու համար չեն իրանք, հեսա նվեր են բերում։ Բան են արել, կոմպոզիցիա են հավաքել։ Ես իրանց ձեռով են հավաքել։ Փողը։ Որո։ Էդ նենց էլ արխային դրել են լուսամուտի մոտ, բա որ գողերը լուսամուտ ժարտ են տան։ Իրանք կաղացան հրա շուտ երկու ձեռով բռնում։ Հա։ Բայց տորնիկները ու առաջից գնան։ Հիմա հանկարծ բան չանեք։ Հանկարծ մոտ չգաք ես նվեր։ Մի հատ տեր ունի։ Հələ նա ինչ են բերել։ Հələ շքո շատ ենք ես սիրում։ Մենակ բառեր չի, հա։ Հետաքրքիր է, չէ՞, վառը։ Բացի մի հատ թողեն կողմն տեսնեն։ Հա, այն մարդիկ տեսնել են բոլոր։ Հա, բայց զգում եք, շատ սիրուն է, շատ հարուստ է։ Շատ սիրուն մնաց է։ Ես կարող եմ փոխանցել հերթով նայեք։ Բայց այլ հենց է տա, մանավանդ քեզնից ես արդեն վախենում եմ, հա։ Հիմա, հա, դու չես տեսել, հիմա վառում ենք։ Սենց, հա, պաժար տամ, վառում եմ։ Տեսար ինչ է գրած, թորնիկներիդ կողմ, բայց ես չգիտեմ թորնիկներիդ ինչ են աշխատում, որ եսքան փող են տալի քեզ, ես չեմ ջոգում։ Էդ ինչ եք թալնել։ Պապիկին հարգել է արդեն ամեն ինչ արժե։ Պապիկ ջան, Աստծուց շնորհակալ ենք, որ մեր կողքին ես։ Այսինքն պետք է առողջ լինես, լավ լինես ու իրանց կողքին։ Բայց կարելի է այդ թորնիկներին էլ ասել, թորնիկներն իրենց ձեռքով Տեսար ինչ նվեր է, զոր։ Նայելու բանը արդեն տեսել եք իրականում, ուրա, հեսա, տեսար, սիրում եք պապիկին, հեսա, տեսեք ինչ արել, Վարդան ուզում ես դու էլ տենաս, հելը տես, չես տեսեն որ են պաժար տվել, ես նվերը, եսի բայց արդեն չգիտեմ, հետի չեմ էլ ուզում ասեմ տուր մեկը պահի, նրա համար ես եմ ուրիշ նվեր բերեմ, Եսի պտի վերջում տայինք, ինչ կեսից տվիք իմ այդ մարդը չգիտ ինչ անի։ Չէ, ձունը էտի վերջում։ Կարամ ես պայթասնեմ, հիմա էտի վերջեք, ապեր ես կայնի, հեսա կպայթասնենք։ Ես էլ է վարում։ Ստեփան, ես էլ է վարում։ Այս էլ է պաժարը։ Հիմա բանը, հլա մի ռոպ է, մոմերն ուրա, մոմերը։ Մոմերը ուրա որ պետք Ռենան չի տվել քեզ, ես որ ոչ մի բան Արսիկը, այնա, նոր տվեց, ես բանից խաբար չեմ, Կինն էլ մարդն ես կան սիրը Բայց գիտես մարդի Չէ, այնա ինքը դնում է Ստեփանը դնում է Շատ սիրակ, հետո նես չելի չսիրակ Սիրող կա Չէ, դու շատ ռոմանտիկ ես, աղբեր, չէ, ինձ դուր եկավ քո ռոմանտիկան Տղուս Հա, բա, ինքը ասում է, ես հիմա գերունից ես բաներ կանեմ Սիրի, էլի, այս ես ծեր կտա Տեսակ ինչ լավ է լավ, արագ է լավ, ես տորտի պա Արես է, ես է Սե գելավնի բացում Ես է պաժար ենք տալու Ես ես թվում ա, որ ես անակնկալը մասերի բաժան էինք Կլներ ահագին մի քանի օրվա անակնկալ էր ելնելու Ծափեր տվեք, հա Հրավառությունը Ես գիտեք ինչ հա, տորտի ձևավորում չի, ստե 60 հատ մոմ կա Գրած է Մի կյանքի պատմություն, շնորհավոր եւ այս անակնկալը հատուկ մեր Տաթևի կողմից, Հարսիկի կողմից, հեսա կելնի քեզ կպաչ Պաչում ենք Տաթև ջան Հայրի կյանքս կտամ քեզ համար Հիմա ասեմ ձեզ ինչ է կատարում, եթե այս մոմերը մի քիչ ուշք չի, կա պաժարնի կանչենք Սերը տամպակաս լինի Հիմա չի պիչեմ Հա, պետի պիչես, չի տենան միշը
առաջին հայացքից այսքանն է, չէ՞, բայց տորտի մեջ մի հատ նվեր ունես։ Էլի տեսողական հիշողություն, էմոցիաներ։ Դել ենք վառում։ Վառովի է էլ ամեն ինչ այսօր։ Ես կամաց բացվում է շատ կարևոր պատկեր։ Դառնորեր քաշել, կյանքդ ես մաշել, իմ հայրի։ Դառնորեր քաշել, կյանքդ ես մաշել, իմ հայրի։ Բա, դու ես և դու։ Դավուլի զերևացի։ Էսի առաջի դասարանից մինչև 60 տարեկան այրվավ էլի։ Գրություն կան դե։ Շարունակելի։ Գրված է շարունակելի։ Բա գրված է։ Բայց ես ներողություն եմ խնդրում, բայց էլի ունեք նվերներ։ Տեսել եմ, որը բացի առաջին։ Տորթը դիրընդ է։ Ես մի հատ պատվավոր նվեր, էդ էլ պետք է բացես։ Դանակը թենա։ Շատ լավ բան է իրականում, ընտանիքի կողմից, մենակ բացի գովասանքները, ունես նաև դա հաստատող փաստաթուղթ մեդալի տեսքով։ Բոլորի մեծ երազանքն է, որ ընդ 100-ն էլ գրվի։ Իհարկե։ Որ միջև առեսօր իմ կողմն է։ Ինչքան լավ էմոցիաներ եք ապրել, ինչքան դժվարություններ եք կիսել իրար հետ։ Իա տղեն ուրիշ մեդալներով բերում ես համար, ինք ես ասում, որ 60 Ես մի նվերն էլ արդեն ես կուզենայի ես դուք ձեր ձերքով փոխանցեիք, հա։ Այսքան նվեր ու մեկը մյուսից տարբեր, դա իսկական սեր է ու հարգանք։ Դեպի հատիկ սոքի խամբի, Ծավալական այս ժաման նվերներն ասալու է։ ծավան ներու հատիկ խամբես Խմեք, խմելով ծավ կտակ, ման։ Էլի կպցրած է։ Գովասանագիր է, շնորհակալագիր։ Որ 10-րդ դասարանը 15 տարում ծավալվեց։ Շատ շնորհակալ եմ, որ ամեն ինչ տվել ես ինձ։ Երկու գեղեցիկ որդիներ և հարսիկներ, աշխատասեր, ընտանիքին նվիրված լավ ամուսին, լավ հայր և պապիկ թոռնիկներին։ Նա իր ծնողների համար լավ ժառանգ է եղել, շրջապատի կողմից սիրված և հարգված լավ մարդ։ Ծնունդդ շնորհավոր լինի, ապրես առողջ ու երջանիկ, մեր սիրելի Սերգեյ Իսպիրյան։ Ես էլ ցանկանում եմ, որ բոլորը ունենան ձեր նման կին, սիրող, հարգող։ Ես շատ հաճելի էր, ոտքես խերով ձեր օջախ, լավ առիթներով գանք միշտ, մենք գնում ենք, դուք մնում եք, քեֆ արեք, հենա, սաղել կա, կոնյակ կա, տորթը կա, ինձ ներող կնեք, ես ուշանում եմ, ես լրջով ուշանում եմ հիմա։
Չէ, անկեղծ ուշանում եմ, մենք հիմա ես իշքան ստեսություն իմ Ջան Հաբա ոնց աղբերս բեր, վարդան այդ լուսավորի թող նկարվենք, էլի մենք Հա, հետո ես դուք նկարում Ես ուզում ես հերվից մի քիչ պահի, որ ես ուժեղ էլ էլ աղբեր, այս է, չէ։ Կարամ քո նկարում եմ։ Մի Արի տենամ, Դավիթ աղբեր, արի, ես քեզ օրը ինչ ծանր ես։ Ես չգիտեի որ դու ես ծանր ես։ Օրը լավ ծանր ես։ Ուժեղ մարդ ես, չէ՞ մեծանալու դու։ Վիդեո ես չի անում, նայ, հա, խոստու։ Հիմա վիդեոյի մեջ ասա ես ուժեղ եմ լնելու, լավ տղա եմ լնելու, հայ տղա եմ լնելու։ Ես ուժեղ եմ լինելու ու իմ խոսքը ոնց ասում եմ, տենց է լինելու, Բան անում էլի, ինքնա մոտիվացիա։ Դե ձեզ լավ որ վիդեոն մի 3 օրից, 4 օրից պատրաստ կլինի, հետի պետք է ահագին աշխատենք դրա վրա։ Ձեզ լավ որ մենք գնացինք։ Տարբերակ չունեմ, ուշանում եմ, պետք է գնամ հարսանիք հիմա։ Բարեկամներ, մեր տղերքի ընտանիքները շարունակում են ապրել, ստեղծագործել։ Իսկ մեզանից կախվածն այն է, որ հնարավորության սահմաններում նրանց կողքին լինենք ցանկացած հարցով, որս ինչով կարող է օգնի, հասարակ մի բարևը, մի լավ խոսքը, մի շնորհակալական խոսքը, հավատացեք, շատ բան կարող է փոխել մեր որդեկորույս մայրերի մոտ, հայրերի, եղբայրների, լավ լինենք առողջ, ահա տեսեք մեր հերոսի մայր Գոհարն է, Տիկին Գոհարը։ Տիկին Գոհար, դե լավ եղեք, առողջ եղեք։ Բան չթողեցիք ու կոնկրետ որ ինձ ասել 100%-ով ես ձեզ ուրիշ Ես շատ հավատացեք շատ շնորհակալ եմ, ապրեք։ Ձեզ լիքը լավ բաներ։ Մենք գնացինք հաջողություն։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը, հիմա հարսանեկան արարողություն է։ Բարեկամներ, մենք եկել ենք Եզդի եղբայր Արտուր Միրզոյանի ծննդյան օրը շնորհավորենք։ Հիմա կասեք Արտուր Միրզոյանն ով է, ով չի ճանաչում, ասեմ իմացեք, հրաշալի տաղանդավոր երգիչ, երգահան էլ, երգահան էլ, Անուշ աղբեր, իր ծնունդն է, ծննդյան օրը եկել է մեր Մրազի եւ Օքսաննայի հարսանիքին, երգում է, ուրախացնում է բոլորին։ Մենք էլ եկել ենք իրեն ուրախացնենք, բայց մեծ հարց կա։ Ասել է, ես մոմ չեմ փչելու, հիմա մոմ ենք դրել Տենանք իշ կլնի վերջը, հնարավոր է բազար լինի, բայց Անուշ աղբերները Եզդի ինձ ասել են վեջիտ չդնես, մենք կողդ կայնացենք, հնես որ կայնը կողս աղբեր, կողս կայնը Կարենը ապրում է Գերմանիայում աղբեր, ես երեստեղ եմ աղբեր կան չէ, դու էլ երկել գիտես, հələ մատ երկել, մատ ժիգյարով սս երկել, չէ, հետո, բայց կերքես, հետո, բայց հիմա որ երկես սաղ իմանան Այդպես ժիգյարով երկու բարան Ես աղբեր, հա բերեմ են, ես նայում եմ, ասեմ աղա հետևս ուրիշ բերեմ են կա աղբեր Ոնց եք աղբերներ, եկել ենք մեր Արտուր աղբոր ուրախացնենք, հետ տղեկով ավակում ենք, կցենք ոտ բրնենք, հա Նատուրի պետք կցենք ու բրնենք, անես շելի հա բրնելը մորանք, կցում ենք ու բրնում ենք Արտուրները վաբշե շատ լավն են ելնեն Հնտիրա չէ, լավ բրեմ ընա չէ մեր Արտուրը Բրեմ են Արտուրը, ու Արտուրը չի, Արտուրն է, չէ, անըտ ինչ է, իշխան, զոր ես դու, թոմնա մեր մոտ, հա, թոմնա, շամպայնն է պետ մեզ, այդ տենց էլ չէ երկի, երկու բարով էլի, իդես իշ երկի, պապայի համար ծննդը շնորհավոր երկի, կարաս, ես որ քո ծննդյան օր, ես երբ կարաս երկես որ երկում եմ, նայում եմ, չկաս, բան, չէ, էդ էլ չէ, լավ, էդ էլ չկա, պապ, արա դեգին մի բան երկի, էլի, ծիտիկ-ծիտիկը, ծիտիկ-ծիտիկ, մոտարի, միկրոֆոն եմ բերում ինձ, ստից շախուրանելով էթում եմ,
Ասա, բայց չասես ու մամար ես բերում։ Ապեր լավ է երգում, համոզենք մատ երգի պապայի համար։ Ապեր դա 2 ժամ համոզում է չի երգում, ասում է չեմ երգում։ Մուկիկ արիլ է, արի մոտես։ Էդ ինչ սիրուն աղջիկա, լարի։ Ոնց ես, անմիտ ինչ է։ Բան ինչ է, հա։ Ասա, չես ասում, լավ։ Թիթիս, գնա դե։ Խախան դավ, միկրոֆոնը տվեք։ Ընտիր։ Բարև աղբեր ես։ Լավ դու լավ ես։ Ապեր, հիմա ինչ է ասում։ Արտուրի ծնունդն է այսօր։ Երգիչ երգահան։ Հա։ Անանք անկալի մասը։ Հենց ասի մտեք, կասես կեթամ, հա։ Թարգմանաբար ինձ կասեք ոնց ենք անում։ Բարև ձեզ։ Դուք եք երգում։ Դուք շատ լավ եք երգում։ Հա, բարեկամ, ապրես։ Մեկ, հա, լսվում է։ Հարգանքներս բոլորիդ գեղեցիկ բարձր ծափեր տվեք։ Գեղեցիկ բարձր ծափեր արգելի ես դիներ լավ տենց հավեսով էլի։ Ես եկել եմ միշտ շատ լավ անուշախոր ծնունդ շնորհավորելու, բայց միշտ եկեք այս մի ծափերով շնորհավորենք մեր Մրազի եւ Օքսանայի հարցանեկան այս գեղեցիկ արարողությունը։ Մի բարձի ծերանակ այս ծափերն էլ ձեր համար։ Իհարկե մեր զույգի թույլտվությամբ գնում ենք Արտուր աղբոր մոտ, գնում ենք նրա ծննդյանորը շնորհավորենք։ Արտուր Միրզոյան, այս ծափերը քեզ համար։ Շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Այդ միկրոֆոնը տամ որ բարեմ էլի ես սիրուն պահը ստեղծենք։ Merci աղբերես։ Գելի ջմատաբենա, Յուրո ջան, Նրա ջան, շեկերվեք ավերա, շեկերիվեր եզդին ամնը, իրո ռոզակա գելակի, նետարան ռոզակա գելակի կվշե, դրա ռոզդին ամիշ մմբարակու է, դրա հուշի մրազ է խաշավը, մալավա ալո։ Բոյաղ նեկեր, բրակ է մնոս աղավա, վայ խվադե ո մալի ավա։ Արտուր բարեկամը, DJ երակցուն իչացրու, ես ամետ լավ բան եմ ասում։ Արտուր աղբեր, դու լրիվ են տատիները ու ինը հանիր։ Մենք եկել ենք քեզ լավ բաներ ասենք, դու զույգ են եկան սիրուն բաներ ասիր, ես գացի, լավ բաներ էիր ասում։ Դու շատ բարի աչքեր ունես, միշտ բարի ապրում ես, բարի են քո երգերը, քո ապրելաձևը։ Ինչի համար բոլորը սրտանց մեկ լավ ծափեր ենք տալիս, մեր Արտուրի համար, որ այսքան լավ անուշ աղբեր է։ Քեզ համար Արտուր, նայի, քեզ շատ սիրով ու հարգով մարդկանց կողմից լիքը քաղցրություն քեզ։ Դու մետ երազանք պայի ու իմացած եղի կատարվելու է քո երազանքը անպայման։ Լսում ես, անպայման կատարվելու է։ Հեսա մեր Արտուրը թող չի մոմերը, իս դուք ծավելի զերիա, լդեսնի զավեք, խորդ է մեջուան լսեր է բուկեք, զերիա, հնե բտեշտեք, ընգելի զերիա, լդեսնի հյուրասիրենք տորթից, հա? Այս տորթը գիտես ինչ ձևի տորթ է, ձայնալարերը բացում է, հաջողություն է բերում, ու միշտ առաջ ես գնում կյանքում, 10 անգամ, 100 անգամ, ինչքան սիրտդ կուզի։ Վահատն հատն, խաշգնի հատն, վահատն հատն, խզմեմ է հատն, վահատն հատն, խաշգնի հատն։ Ես էլ հայրն եմ ծավտան։ Հայրը։ Ես էլ հայրն եմ։ Հայրիկ, աշկետ նույս դինի, լավ տղա ես ունեցել։ Իսկ հիմա Արտուր, դու ունես մի նվեր եվս, և նվերը ես ուզում եմ, որ հանձնին ուրա, Սևոն, Սևո, ուր ես,
սիրուն է, նայեք, լրիվ կինոյի մեջ իզույք նա շատ սիրուն եք, մի բարձի ծերանակ, առոշ լինեք, շատ սիրեք իրար լիքը բալիքներ ունենակ։ Աղբեր, կայնեք Արտուրին մետ նվեր եք տալիս, քո աղբեր Սևոն որոշել է քեզ նվիր իրա ձեռքերով ես նվերը, անգամ չի տալի, որ դու բացես, ինքը սրտանց բացումա, որ դու տեսնես, ինչ սիրուն նվեր է քեզ պատրաստված, իսկ նվերը քո 4 քույրիկների և եղբոր կողմից։ Կինը, նա? Զոյա քույրիկ է գալիս է շնորհավոր է ամուսնուն։ Մեր Արտուր աղբերը համ լավ ընկեր, համ ամուսին, համ եղբայր, համ որդի։ Ծափեր տալիս։ Եվ ինչպես կյանքում են, այնպես էլ այստեղ հիմա ընկերները պետք է գան Արտուրի մոտ։ Ընկերներ, վրեմաններ։ Vazgeni hatın, o hatın, ravane hatın, o hatın. Եկեք, ապեր վախենում եք, ես նայեմ, եկեք։ Հիմա ուզում եք Արտուրին մի հատ գցենք օդ բրդելու եք խոսք եմ տալու։ Şam u Halep Diyarbakır bırak yemin o zava. Min bazara şale teker bırak yemin o zava. Մեծ բեմեր, դու արդեն քո կյանքում Արտուր աղբեր։ Արտուր ես կոններ։ Տղեկիննա, ոչում։ Հա, տղեկիննա։ Ասա։ Ոչիշ նորացել մտկա։ Ջան, ինչ հարգանքով անուշ աղբերա, շատ դուրս եկավ։ Mi hate bolori Şam u Halep Diyarbakır bırak yemin Arturin sınat Mayriki mor et paçikani vurdun Ortni Min keribu takhwa nekir bırak yemin o zava Min jebi kir boyak nekir bırak yemin o zava Vay khade yo mali ava tebrayip kir zava Բան մնաց, պակաս բան, կա, Արտուր, ժան աղբեր ժան, դեզ ես դավոր բարձր տրամադրություն, հարսիկ եփեսա, լիքը լաբաներ ձեզ, մենք գնում ենք։ Ասենք երկու րոպե չեք սպասում, Արտուրի մատ երկի տոնը Ոչ չեք սպասում, Արտուր ջիդյարով։ Պապա, բրախալի սահատ է վրատը, մերսի աղբերես։ Վրեմեն։ Մեր խնամիների ուզում ենք գնա, անհատ բոլոր զորով, ուզում ենք մի հատ գիորա նվագենք, իրանք ժամանակ չունեն, մերսի շատ, քեզանից աղբերես, այս պայից հանդեպ ես ասում եմ, էլի շնորհակալ եմ, որ շնորհակալ եմ։ Իժախերը բրախալի մեկը, այս զավ, վերի ջմատը ռազիմ է, ջմատը արազատ է բրախալի սահատ է վրավը, իժախերը բրախալի մեկը, վրկա շունգա 4-5 շայիջի արազատ բեբին է կրել է, այս գազ եմալ ախալի մեկը մրադունի ատլային է, հար 5 շայի, հաչար շայի նավա, արազատ բեբին է, կրել է բրախալի կուպիրոզն է, az yeni sabırsın. Ապրես աղբեր, որ քցի բռնենք։
Հիմա մեր դրեմ Կչեր այսպես կանավեք, այսպես Արա պանչի մը դմա պյատ միլար, վիլը մը խտա, օպա Հիմա խնամիներին են սենց պատվով ճամպում Վարդան էլ էտ շուրջ պարը նկար, Վարդան մտ նկարի, աղբեր, այս պարը Բարեկամներ, այսքանը մեր Արտուր աղբոր ծննդյան օրից և Մրազի ու Օքսանայի հարսանիքից ամեն ինչ ուղղակի հիանալի էր։ Իսկ մենք հիմա գնում ենք։ Շտի նկար, դա նորից ասած Ստեսություն, բա, չտած, ստեսություն, հարուստ ջան, այդպես միշտ հարուստ ես։ Անուշ աղբեր վիճակ է, ես դի աղբերների հետ Հələ ուժեղ շանըտ, արա նստել էր ուր էլար, արի, ջիգու, սիրում սունիկ Բայց դու կնես շանեք, էլի կաղակծի Վարդան աղբեր ապրես Դե լավ մնացեք աղբերներ, դեին փոքր աղբերներին մտ հատուկ նկարի, էլի Արա կյանք են, մեր ապագան են, մեր ուժեղները Բանն ինչ է Ամեկա իրար հետ նկարվել եք ուր ես պախնում Չես իշում որ թխիր Դավայց աղբերներ, շնորհակալ եմ լավ դիմավորելու համար Առողջ շլնեք, լավ ելնեք ու հզոր իրար հետ աղբեր Մեր եզդի բարեկամներ աղբերներ Ահա բարեկամներս Մենք հիմա եզդի անուշ աղբերների ջերմ դիմավորումից հետո Սրտներս տաքացած ծանր օրվանից հետո լիք էներգիա հավաքեցինք ու հետ են գնում մեր Եղեգնաձոր, վաղելի հետ են գալու էլի։ Մեծ շատին գնանք, շատինը շատ եմ սիրում, գնանք շատին Երևանք նոր բայց։ Դե ինչ բարեկամներ, անփորձանքոր բոլորիս, կյանքներս խաղաղ լինի, սերը շատ մեջը, իսկ մենք շարունակում ենք մեր սիրառատ հաղորդումը հատուկ ձեզ համար։